Բջջի կորիզային ապարատը Կորիզը ժառանգական տեղեկատվության պահպանման և վերարտադրման օրգանոիդ է, որը որոշում է տվյալ բջջի և ողջ օրգանիզմի հատկությունները։ Կորիզը նաև բջջի նյութափոխանակության կառավարման կենտրոնն է, որը կարգավորում է մյուս օրգանոիդների գործառույթները։ Եթե բջջից հեռացնեն կորիզը, ապա այն արագ կմահանա։ Կորիզի լույսը բեկելու ցուցանիշը մոտ է ցիտոպլազմայի այդ ցուցանիշին, այդ պատճառով լուսային մանրադիտակով այն լավ չի տարբերակվում, փոխարենը լավ է երևում ֆազային կոնդաստրային մանրադիտակով։ Սովորաբար կորիզի չափերը կազմում են 10-ից 25 միկրոմետր, մինչև 500 միկրոմետրի են հասնում սեռական բջիջների կորիզները։ Առավել հաճախ բջիջներն ունեն մեկ կորիզ, երկկորիզանի բջիջներն ունեն դիֆերենցված հյուսվածքների բջիջները։ Բարձր մասնագիտացած հյուսվածքները, ինչպիսիք են օրինակ միջանցիկ զոլավոր մկանների թելիկները, բնորոշում են բազմակորիզությամբ և ունեն հարյուրավոր կորիզներ։ Այդպիսի բազմակորիզ գոյացությունները կոչվում են սիմպլանսներ։ Սովորաբար կորիզը ունի էլիպսի ձև, նեղ կամ սափակ բջիջներում կորիզը համապատասխանաբար ձգվում է կամ տափակում։ Բարձր ֆիզիոլոգիական ակտիվությամբ օժտված բջիջներում կորիզներն ունեն ավելի բարդ ձև։ Օրինակ նեյտրոֆիլային լեյկոցիտների կորիզները հատվածավոր են, իսկ շերամի որդի մետակ սանջատող կեղզի բջիջներն ունեն ճյուղավորված կորիզներ։ Սովորաբար կորիզն ունի կենտրոնական դիրք, սակայն կարող է տեղաշարժվել դեպի բջջի պերիֆերիկ հատվածը։ Կորիզը բաղկացած է կորիզաթաղանթից, որը սահմանազատում է նրան ցիտոպլազմայից, քրոմատինից, կորիզակից կամ կորիզակներից, մատրիքսից, կորիզահյութից կամ կարիոպլազմայից։ Այս հիմնականում բաղադրամասերը հանդիպում են կորիզավորների բոլոր չբաժանվող բջիջներում։ Կորիզի քիմիական բաղադրությունը աչքի է ընկնում ԴՆԹ-ի մեծ պարունակությամբ, մոտ 15-ից 30%։ Վերջինս կապված է կորիզային սպիտակուցների հետ, առաջացնելով բարդ կոմպլեքս, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդ։ Կորիզում առկա են նաև ՌՆԹ, հիմնականում ինֆորմացիոն ՌՆԹ-ի և ռիբոսոմային ՌՆԹ-ի և բավականին մեծ թվով սպիտակուցներ, հիստոններ, լուծվող սպիտակուցներ, գլոբուլիններ, դժվար լուծվող մնացորդային սպիտակուցներ, թթու սպիտակուցներ։ Հանքային տարրերից կորիզում առկա են նատրիումը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը։ Կորիզի գլխավոր բաղադրամասը քրոմատինն է։ Այն կատարում է բջջի գենետիկական գործառույթը։ Քրոմատինի ԴՆԹ-ում պարփակված է ողջ գենետիկական տեղեկատվությունը։ Կորիզաթաղանթը իրականացնում է պատնեշային, ռեցեպտորային, փոխադրական և հենարանային գործառույթներ։ Ոչ քրոմատինային սպիտակուցային մատրիքսը ոչ միայն ապահովում է կորիզում քրոմոսոմների տարածական դասավորությունը, այլև մասնակցում է նրանց ֆունկցիոնալ ակտիվության կարգավորմանը։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզը և բջջի ռիբոսոմների առաջացումը կապված է կորիզակի հետ։ Բացի դրանից, կորիզում հայտնաբերվում են տարբեր ռիբոնուկլեոպրոտեիդային կառուցվածքներ, որոնք պարունակում են ՌՆԹ-ի տարբեր տեսակներ։ Կորիզի կառուցվածքային տարրերի արանքներում գտնվում է կորիզի հեղուկ բաղադրամասը՝ կարիոպլազման, որում ընթանում են կորիզային մետաբոլիզմի սպիտակուցների և ՌՆԹ-ի ներկորիզային փոխադրման գործընթացները։ Կորիզում բացահայտվում են խիտ նյութի հատվածներ, որոնք հեշտությամբ ներկվում են հիմնային ներկանյութերով։ Այդ հատկության շնորհիվ կորիզի տվյալ բաղադրամասը ստացել է քրոմատին, հունարեն գույն անվանումը, և հայտնաբերել է Ֆլեմինգը 1880 թվականին։ Քրոմատինի հիմնային ներկանյութերը ընկալելու հատկությունը մատնացույց է անում նրա թթվային բնույթի վրա, որը պայմանավորված է քրոմատինի կազմում ԴՆԹ սպիտակուցային կոմպլեքսի առկայությամբ։ Ներկվելու և ԴՆԹ պարունակելու նույն հատկություններով են օժտված քրոմոսոմները, որոնք կարելի է տարբերակել բջջի միտոտիկ բաժանման ժամանակ։ Կորիզավորների ԴՆԹ պարունակող նյութը կարող է գտնվել երկու իրարից տարբերվող վիճակներում՝ դեկոնդենսացված ինտերֆազային և առավելագույն չափով խտացած միտոզի միտոտիկ քրոմոսոմների կազմում։ Ինտերֆազային բջիջներում քրոմատինը կարող է համաչափ տարածված լինել կորիզի ողջ ծավալով կամ առաջացնել առանձին խտացումներ։ Քրոմատինը կարող է բացահայտվել նաև կորիզի ծայրամասերում, մերձմեմբրանային մարգինալ քրոմատինն է, կամ ձևավորել բավականին հաստ մոտ 0.3 միկրոմետր և երկար ձգաթելերի միահյուսվածքից բաղկացած ցանց։ Այդպիսի կորիզները հաճախ են հանդիպում բույսերի բջիջներում։ Ինտերֆազային կորիզների քրոմատինը իրենից ներկայացնում է ԴՆԹ կրող մարմնիկներ, քրոմոսոմներ, որոնք այդ ժամանակ կորցնում են իրենց կոմպակտ ձևը, փխրեցվում են և դեկոնդենսանում։ Այդպիսի դեկոնդենսացման աստիճանը տարբեր բջիջների կորիզներում տարբեր է։ Երբ քրոմոսոմը կամ նրա հատվածը ամբողջովին դեկոնդենսացած է, նրան անվանում են դիֆուզ քրոմատին կամ էուքրոմատին։ Երբ քրոմոսոմների փխրեցումը ոչ լիարժեք է, ինտերֆազային կորիզում տեսանելի են կոնդենսացված քրոմատինի կամ հետերոքրոմատինի հատվածները։ Բազմաթիվ փորձերով ապացուցված է, որ ինտերֆազում քրոմոսոմային նյութի քրոմատինի դեկոնդենսացման աստիճանն արտացոլում է այդ կառուցվածքային տարրի գործառական ծանրաբեռնվածությունը։ Ինչքան ավելի փխրեցված է, դիֆուզ է ինտերֆազային կորիզի քրոմատինը, այնքան ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում սինթեզի գործընթացները։ Առավելագույն չափով է կոնդենսացված քրոմատինը միտոզի ժամանակ, երբ այն հայտնաբերվում է քրոմոսոմների ձևով։ Այդ փուլում քրոմոսոմները չեն կրում և ոչ մի սինթետիկ բեռնվածություն։
Հաշվի առնելով վերաշահադրվածը կարելի է համարել, որ քրոմոսոմները կարող են գտնվել երկու կառուցվածքային գործառական վիճակներում՝ գործող, այսինքն մասամբ կամ ամբողջովին դեկոնդենսացված վիճակ, երբ նրանց մասնակցությամբ ինտերֆազային կորիզում տեղի է ունենում տրանսկրիպցիայի և ռեպլիկացիայի գործընթացները, երկրորդը ոչ ակտիվ, մետաբոլիկ հանգստի վիճակն է, երբ քրոմոսոմներն առավելագույն չափով կոնդենսացված են և կատարում են գենետիկական նյութի բաշխման և դուստր բջիջների նրա փոխանցման գործառույթները, ընդ որում ընդունված է տարբերակել կորիզի 3 վիճակներ՝ բաժանվող կորիզ, որը կատարում է մայր բջիջ դուստր բջիջների ժառանգման տեղեկատվության փոխանցման գործառույթ, ինտերֆազային կորիզ՝ ԴՆԹ-ի ռեպլիկացիայի գործառույթով երկու միտոզների արանքում, և գործող մետաբոլիկ կորիզ, որը կատարում է բջջի բոլոր օրգանոիդների ակտիվության կարգավորման գործառույթը։ Կենսաքիմիական տվյալները ցույց են տալիս, որ բաժանվող կորիզները և բջիջներն ավելի քիչ ակտիվ են իրենց մասնակի սպეციფიկ գործառույթների կատարման առումով, և հակառակը, ինտերֆազային կորիզներում նյութափոխանակության և սինթեզի գործընթացներն ավելի ինտենսիվ են։ Այդ պատճառով կորիզի ինտերֆազային փուլը կարելի է համարել գործող կենսաքիմիական առումով ակտիվ։ Փորձնական տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ ինչքան ավելի մեծ է կորիզում կոնդենսացված քրոմատինի մասնաբաժինը, այնքան փոքր է կորիզի մետաբոլիկ ակտիվությունը։ Կորիզի բնական կամ արհեստական ապակտիվացման դեպքում տեղի է ունենում քրոմատինի ինտենսիվ կոնդենսացում, և հակառակը, կորիզների ակտիվացման դեպքում ավելանում է դիֆուզ քրոմատինի մասնաբաժինը։ Դեռևս 20-րդ դարի 30-ականներին Գեյթսը նկատել էր, որ ինտերֆազային կորիզներում գոյություն ունեն կոնդենսացված քրոմատինի մշտական հատվածներ, որոնց առկայությունը կախված չէ հյուսվածքի դիֆերենցման աստիճանից կամ բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունից։ Հետերոքրոմատինի մշտական հատվածները պրոֆազում ի հայտ են գալիս միտոտիկ քրոմոսոմների մնացած բոլոր հատվածներից ավելի վաղ և թելոֆազում չեն դեկոնդենսանում, անցնելով ինտերֆազային կորիզ որպես ինտենսիվ ներկվող խիտ կառույցներ՝ քրոմոկենտրոններ։ Այսպիսով, կորիզային քրոմատինի կազմող որոշ հատվածներ պրակտիկորեն երբեք չեն կորցնում իրենց կոնդենսացված վիճակը։ Այդպիսի մշտապես կոնդենսացված գոտիներ են քրոմոսոմների ցենտրոմերները և թելոմերային հատվածները։ Բացի նշվածից, մշտապես կոնդենսացված կարող են լինել նաև քրոմոսոմների ուսերի կազմության մեջ մտնող որոշ հատվածներ՝ ներդիր կամ ինտերկալյար հետերոքրոմատինը, որը կորիզներում ի հայտ է գալիս քրոմոկենտրոնների ձևով։ Ինտերֆազային կորիզների քրոմոսոմների մշտապես կոնդենսացված հատվածներն անվանում են կոնստիտուտիվ կամ մշտական հետերոքրոմատին։ Իր հատկություններով այն տարբերվում է մնացած քրոմատինից։ Մշտական հետերոքրոմատինը գենետիկորեն ակտիվ չէ, այն չի ենթարկվում տրանսկրիպցիայի, ռեպլիկացիան այստեղ տեղի ունենում քրոմատինի մնացած բոլոր հատվածներից ավելի ուշ։ Նրա կազմության մեջ է մտնում հատուկ սատելիտային ԴՆԹ-ն, որն աչքի է ընկնում նուկլեոտիդների հաջորդականությունների բարձր կրկնողությամբ։ Այսպիսով, սատելիտային ԴՆԹ-ն տեղայնացած է միտոտիկ քրոմոսոմների ցենտրոմերներում, թելոմերներում և ինտերկալյար գոտիներում։ Տարբեր օրգանիզմներում կոնստիտուտիվ քրոմատինի չափաբաժինը տարբեր է։ Կաթնասունների դեպքում այն կազմում է ողջ գենոմի 10-ից 15%, իսկ որոշ երկկենցաղների մոտ հասնում է 60%-ի։ Մշտական հետերոքրոմատինի գործառական նշանակությունը մինչև վերջ պարզ չէ։ Համարվում է, որ այն կարևոր դեր է խաղում կորիզի ընդհանուր կառուցվածքի կայունացման համար, մասնակցում է քրոմատինի ամրացմանը, կորիզաթաղանթին մեյոզի ժամանակ հանդիսանում է հոմոլոգ քրոմոսոմների ճանաչման և ասոցացման հատված, հանդիսանում է անջատիչ զոնա հարևան գեների միջև, սրանով իսկ մասնակցելով գեների ակտիվության կարգավորմանը։ Քրոմատինի մնացած հիմնական էուքրոմատինային զանգվածը կարող է փոխել իր կոմպակտացման աստիճանը՝ կախված ֆունկցիոնալ ակտիվությունից։ Էուքրոմատինի ոչ ակտիվ հատվածները, որոնք գտնվում են կոնդենսացված վիճակում, սկսեցին անվանել ֆակուլտատիվ հետերոքրոմատին, ընդգծելով այդպիսի վիճակի ոչ պարտադիր բնույթը։ Ֆակուլտատիվ հետերոքրոմատինի լավ օրինակ է մարդու X քրոմոսոմը։ Արական առանձնակի բջիջներում X քրոմոսոմը դեկոնդենսացած է, այն ակտիվ է, մասնակցում է տրանսկրիպցիային և մորֆոլոգիապես չի բացահայտվում իր փուխր դիֆուզ կառուցվածքի պատճառով։ Ինքնական օրգանիզմի բջիջներում, որտեղ առկա են երկու X քրոմոսոմներ, նրանցից մեկը ակտիվ դիֆուզ վիճակում է, իսկ մյուսը ոչ ակտիվ կոնդենսացած, քանի որ ժամանակավորապես հետերոքրոմատինացված է։ Այդ վիճակում այն կարող է մնալ օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում, սակայն նրա հետնորդները, հայտնվելով հաջորդ սերնդի արական օրգանիզմի բջիջներում, նորից ակտիվանում են։ Դիֆերենցված բջիջներում գեների միայն 10%-ն է գտնվում ակտիվ վիճակում, մնացած գեները ապակտիվացված են և հետևաբար գտնվում են կոնդենսացված քրոմատինի ֆակուլտատիվ հետերոքրոմատինի կազմում։ Պարզվել է, որ տարբեր օբյեկտներից ստացված քրոմատինի ֆրակցիաներն աչքի են ընկնում նման բաղադրությամբ։ Բացի դրանից, ինտերֆազային կորիզներից և միտոտիկ քրոմոսոմներից ստացված քրոմատիններն իրենց գումարային քիմիական կազմով քիչ են տարբերվում մեկը մյուսից։ Քրոմատինը հիմնականում բաղկացած է ԴՆԹ-ից և սպիտակուցներից, ընդ որում վերջինների հիմնական զանգվածը
մասը կազմում են հիստոնները և ոչ հիստոնային սպիտակուցները։ Քրոմատինում միջին հաշվով 40%-ը կազմում է DNT-ն և մոտ 60%-ը սպիտակուցները։ Հիստոնները կազմում են քրոմատինի սպիտակուցներից 40-ից 80%-ը։ Քրոմատինային ֆրակցիայի մեջ է մտնում նաև մեմբրանային բաղադրիչներ, ՌՆԹ, ածխաջրեր, լիպիդներ, գլիկոպրոտեիդներ։ ՌՆԹ-ն օրինակ կարող է ներկայացված լինել DNT-ի մատրիցի հետ կապը դեռևս չկորցրած տրանսկրիպցիայի գործընթացի մասնակցող ՌՆԹ-ով։ Կառուցվածքային առումով քրոմատինը ներկայացված է դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդի թելանման կոմպլեքսային մոլեկուլներով, որոնք բաղկացած են DNT-ից և հիստոններից։ Այդ իսկ պատճառով տարածված է նաև քրոմատինի այլ անվանումը՝ նուկլեոհիստոն։ Նուկլեոհիստոնային համալիրները շատ լաբիլ են, նրանցում DNT-հիստոն հարաբերությունները մոտավորապես 1 է կազմում, այսինքն նրանք առկա են հավասար քանակներով։ Այդ թելանման ֆիբրիլները տարրական քրոմոսոմային կամ քրոմատինային թելեր են, որոնց հաստությունը կախված DNT-ի կոմպակտացման մակարդակից կարող է տատանվել 10-ից 30 նանոմետրի սահմաններում։ Դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդի հետագա կոմպակտացումը հանգեցնում է ֆիբրիլի ավելի բարձր մակարդակի կառուցվածքայնության առաջացմանը, ընդհուպ մինչև միտոտիկ քրոմոսոմներ։ Որոշ ոչ հիստոնային սպիտակուցների դերը կայանում է հենց քրոմատինի կոմպակտացման բարձր մակարդակների ձևավորման մեջ։ Քրոմատինային պատրաստուկներում DNT-ի չափաբաժինը կազմում է 30-ից 40%։ Այդ DNT-ն երկշղթա փաթաթված մոլեկուլ է, նման է անջատված մաքուր DNT-ի ջրային լուծույթներում։ Տարբեր օբյեկտներից ստացված DNT-ի մոլեկուլների չափերը կազմում են 0.5 մմ-ից մինչև 2 սմ։ DNT-ի մոլեկուլային հատվածները հաշվարկվել են ֆիզիկա-քիմիական մեթոդներով։ Դրոզոֆիլի DNT-ն առավելագույն մոլեկուլային զանգվածը կազմում է 41 անգամ 10⁻9 աստիճան, ինչը համապատասխանում է 2 սմ երկարությանը։ Որոշ խմորասնկերի մեկ քրոմոսոմի DNT-ի մոլեկուլն ունի 10⁸ աստիճանից 19 աստիճան մոլեկուլային զանգված, իսկ չափը կազմում է մոտ 0.5 մմ։ Համեմատելով տարբեր կորիզավոր օրգանիզմների մեկ բջջի DNT-ի քանակը դժվար է որևիցե կապ գտնել օրգանիզմի կազմավորման բարդության և մեկ կորիզին բաժան ընկնող DNT-ի քանակի միջև։ Մոտավորապես նույն քանակի DNT-ն ունեն այնպիսի տարբեր օրգանիզմներ, ինչպիսիք են կտավատը, ծովային ոզնին, պերկեսը։ Մեծ տարբերություններ են գրանցվում խոշոր տաքսոնների տարբեր ներկայացուցիչների DNT-ի քանակների միջև։ Տարբեր բարձրակարգ բույսերի, ինչպես և տարբեր ձկների DNT-ի քանակի տարբերությունը արտահայտվում է հարյուրավոր անգամներով, իսկ տարբեր երկկենցաղների դեպքում տասնյակ անգամներով։ Որոշ երկկենցաղների DNT-ի քանակը գերազանցում է մարդունը 10-ից 30 անգամով, չնայած մարդու կազմավորումն անհամեմատ ավելի բարդ է։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ավելի ցածր կազմավորված օրգանիզմների DNT-ի ավելցուկային քանակը կամ կապված չէ գենետիկական գործառույթի կատարման հետ, կամ նույն գեները կրկնվում են այս կամ այն չափով։ Այս հարցերի պատասխանը հնարավոր եղավ ստանալ DNT-ի ռենատուրացիայի ռեակցիայի կամ հիբրիդացման ուսումնասիրության հիման վրա։ Ընդ որում, նախակորիզավոր բջիջների DNT-ի ռեասոցացման կորի բնույթը ցույց էր տալիս, որ պրոկարիոտների գենոմում կրկնվող հաջորդականությունները բացակայում են։ Նրանց DNT-ի բոլոր հատվածները կրում են ունիկալ չկրկնվող հաջորդականություններ, որոնց քանակը և բազմազանությունը արտացոլում է այդ օրգանիզմների գենետիկական և ընդհանուր կենսաբանական կազմավորման բարդության աստիճանը։ Բոլորովին այլ պատկեր է ստացվում կորիզավոր օրգանիզմների դեպքում։ Պարզվել է, որ նրանց DNT-ում առկա են բարձր կրկնողությամբ հաջորդականություններ, որոնցում DNT-ի միակերպ հատվածները կարող են կրկնվել 10⁶ աստիճան անգամ։ Չափավոր կրկնվող հաջորդականությունները գենոմում հանդիպում են 12-ից 13 աստիճան անգամ։ Օրինակ, մկան բարձր կրկնողությամբ հաջորդականությունների ֆրակցիայում DNT-ի քանակը կազմում է գենոմի ոչ DNT-ի 10%-ը, իսկ 15%-ը բաժին է ընկնում չափավոր կրկնվող հաջորդականությունների ֆրակցիային։ Մկան DNT-ի մնացած 15%-ը ներկայացված է ունիկալ հատվածներով, որոնք համապատասխանում են չկրկնվող գեներին։ DNT-ի հաճախ կրկնվող հաջորդականությունների ֆրակցիաները կարող են անջատվել մաքուր ձևով որպես այսպես կոչված սատելիտային DNT։ Պարզվել է, որ սատելիտային DNT-ն չի մասնակցում բջջի սպիտակուցների սինթեզին։ Ըստ վարկածների մեկի բարձր կրկնողականությամբ հերթականությունները պատասխանատու են քրոմոսոմների կառուցվածքի և գործառական ակտիվության ապահովման համար։ Նուկլեինաթթուների հիբրիդացման մեթոդով անմիջապես քրոմոսոմների վրա ուսումնասիրվել է նշված ֆրակցիայի տեղայնացումը։ Այն հիմնականում գտնվում է ցենտրոմերների հատվածում։ Մարդու ցենտրոմերային DNT-ի հետ կապվում են հատուկ ցենտրոմերային սպիտակուցներ, որոնք մասնակցում են կինետոխորի առաջացմանը, մի կառույցի, որն ապահովում է քրոմոսոմների կապը բաժանման իլիկի միկրոխողովակների հետ և անաֆազում նրանց տրամադրում է բևեռներ։ Բարձր կրկնողությամբ հերթականություններով DNT հայտնաբերվել է նաև բազմաթիվ կորիզավոր օրգանիզմների՝ խմորասնկերից մինչև մարդ քրոմոսոմների թելոմերային հատվածներում։ Այստեղ առավել հաճախ հանդիպում են գուանինային նուկլեոտիդներ պարունակող կրկնվող հատվածներ։ Օրինակ, մարդու թելոմերները պարունակում են 500-ից 3000 հատ TTAGGG կրկնություններ։
DNT-ի այդ հատվածները հատուկ դեր են կատարում, նրանք սահմանազատում են քրոմոսոմը ծայրերից և բազմակի ռեպլիկացիաների գործընթացում կանխարգելում են նրա կարճացումը։ Ոչ այդքան վաղուց հայտնաբերվել է, որ ինտերֆազային քրոմոսոմների բարձր կրկնողությամբ հատվածները սպეციფიկ ձևով կապվում են լամիներ կոչվող սպիտակուցների հետ, վերջինները գտնվում են անմիջապես կորիզի թաղանթի տակ և մասնակցում են դեկոնդենսացված ապապարորված ինտերֆազային քրոմոսոմների խարիսման գործընթացին, դրանով իսկ որոշելով ինտերֆազային կորիզի ծավալում քրոմոսոմների տեղայնացման կարգը։ Ենթադրաբար սատելիտային DNT մասնակցում է մեյոզում քրոմոսոմների հոմոլոգ հատվածների ճանաչմանը։ Բացի դրանից, հաճախ կրկնվող հերթականությունները հանդիսանում են յուրօրինակ բաժանիչներ, սպեյսերներ քրոմոսոմային DNT-ի տարբեր ֆունկցիոնալ միավորների, օրինակ ռեպլիկոնների միջև։ Պարզվել է, որ չափավոր կրկնվող 12-ից մինչև 15 անգամ հերթականությունների հատվածները կարևոր դեր են խաղում սպիտակուցի սինթեզի ապարատի ստեղծման գործընթացներում։ Այդ ֆրակցիաներին են պատկանում ռիբոսոմային DNT-ի գեները, որոնք տարբեր տեսակների մոտ կարող են կրկնվել 100-ից 1000 անգամ։ Այս ֆրակցիային են պատկանում նաև բոլոր փոխադրող ռնթ-ների սինթեզի համար անհրաժեշտ և բազմաթիվ անգամներ կրկնվող հատվածները։ Որոշակի սպիտակուցների սինթեզի համար պատասխանատու որոշ գեներ ևս կարող են ներկայացված լինել բազմաթիվ կրկնապատիկներով, այդպիսին են օրինակ հիստոնների սինթեզի գեները, որոնք կրկնվում են մինչև 400 անգամ։ Քննարկվող ֆրակցիային են մասնակցում նաև DNT-ի տարբեր հատվածներ 100-ից 400 նուկլեոտիդային զույգերով, որոնք ցրված են գենոմով մեկ։ Նրանց դերը վերջնականապես պարզված չէ։ Ենթադրաբար DNT-ի այդպիսի հատվածները կարող են հանդիսանալ տարբեր կառուցվածքային գեների կարգավորիչներ, ակցեպտորային գեներ։ Նշենք, որ կառուցվածքային գեները կոդավորում են բջջում սինթեզվող սպիտակուցների կառուցվածքը, իսկ ակցեպտորային գեները գեն օպերատոր, գեն պրոմոտոր և գեն տերմինատոր սպეციფიկ ձևով կապվում են որոշակի սպիտակուցների կամ ֆերմենտների հետ, որոնք մասնակցում են նուկլեինային թթուների սինթեզին և գեների ակտիվության կարգավորմանը։ Այսպիսով, կորիզավոր բջիջների DNT-ն իր կազմով հետերոգեն է և պարունակում է նուկլեոտիդային հերթականությունների մի քանի տեսակներ։ Դրանք են հաճախ կրկնվող հերթականություններ 10 միլիոն անգամից և ավել, որոնք մտնում են սատելիտային DNT-ի ֆրակցիայի մեջ և չեն ենթարկվում տրանսկրիպցիայի, չափավոր կրկնվող հերթականությունների ֆրակցիա 10-2 աշճանից 15 աշճան, որոնք իրական գեներ են իրենց դասական իմաստով։ Այս խմբին են պատկանում նաև կարճ հաջորդականությունները, որոնք ցրված են ողջ գենոմով։ Ունիկալ հերթականությունների ֆրակցիան, որը տեղեկատվություն է կրում բջիջ սպիտակուցների մեծամասնության սինթեզի համար։ Հաշվի առնելով այս պատկերացումները, հասկանալի են դառնում տարբեր օրգանիզմների DNT-ի քանակական տարբերությունները, որոնք կապված են տարբեր օրգանիզմների գենոմում DNT-ի այս կամ այն ֆրակցիայի տարբեր չափաբաժնի հետ։ Օրինակ, երկկենցաղ ամֆիբիայի նրա DNT-ն 20 անգամ ավելի մեծ է, քան մարդունը։ Կրկնվող հերթականությունների չափաբաժինը կազմում է ողջ DNT-ի 80%-ը, սոխերի դեպքում 70%, իսկ սաղմոնի դեպքում 60%։ Մինչդեռ գենետիկական տեղեկատվության իրական հարստությունը արտահայտվում է ունիկալ հերթականությունների ֆրակցիան։ Քրոմոսոմի DNT-ի իսկական շղթայում բոլոր նշված հերթականությունները կապված են և առաջացնում են մեկ ամբողջություն։ Ինտերֆազային կորիզներում հստակ հերթականությամբ գործառույթներ իրականացնելու համար DNT-ի ահռելի մոլեկուլները պետք է դասավորված լինեն որոշակի ձևով։ Կաթնասունների ինտերֆազային կորիզում միջին հաշվով առկա է մոտ 2 մետր DNT, որը տեղայնացած է մոտավորապես 10 միկրոմետր տրամագծով սֆերիկ կորիզում։ Սա նշանակում է, որ DNT-ի այդպիսի ահռելի զանգվածը մասամբ կամ ամբողջովին դեկոնդենսացված քրոմոսոմներ են, պետք է ինչ-որ կերպ դասավորված լինի, ինչը կարևոր է նաև քրոմոսոմների գործառույթների կարգավորված իրականացման համար։ DNT-ի կոմպակտացման, տեղայնացման և գործառույթների կարգավորման համար մեծ նշանակություն ունեն կորիզային սպիտակուցները։ Քրոմատինի սպիտակուցները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ հիստոնների և ոչ հիստոնային սպիտակուցների։ Քրոմատինի կազմում հիստոններին բաժին է ընկնում բոլոր սպիտակուցների 80%-ը։ Նրանք փոխազդում են DNT-ի հետ իոնային և աղային կապերի հաշվին։ Էուկարիոտ բջիջները պարունակում են հիստոնների ընդամենը 5-ից 7 տիպի մոլեկուլներ։ Ի տարբերություն հիստոնների, ոչ հիստոնային սպիտակուցները սպეციფიկ ձևով են փոխազդում DNT-ի մոլեկուլների հետ, այսինքն հիմնականում կապեր են հաստատում միայն նուկլեոտիդների որոշակի հաջորդականությունների հետ։ Այս խմբին են պատկանում մի քանի 100 տիպի սպիտակուցներ, որոնք կատարում են բազմաթիվ գործառույթներ։ Հիստոնները կապված են DNT-ի հետ, առաջացնում են մոլեկուլային կոմպլեքսներ, որոնք կոչվում են նուկլեոսոմներ։ Հիստոնները բնորոշ են միայն քրոմատինին և բնութագրվում են մի շարք առանձնահատկություններով։
Դրանք հիմնային սպիտակուցներ են, որոնց հատկությունները պայմանավորված են լիզինի և արգինինի մեծ պարունակությամբ։ Նշված երկու ամինաթթուների ամինախմբերի դրական լիցքերը պայմանավորում են այդ սպիտակուցների աղային կամ էլեկտրոստատիկ կապը DNT-ի ֆոսֆատային խմբերի բացասական լիցքերի հետ։ Այդ կապը հեշտությամբ խզվում է, ինչի դեպքում դեզօքսիռիբոնուկլեոդապրոտեինային դիսոցվում է DNT-ի և հիստոնների։ Մեկ կորիզում հիստոնների մոլեկուլները ներկայացված են ահռելի քանակներով, հիստոնի յուրաքանչյուր տեսակը մինչև 60 միլիոն պատճեններով։ Հիստոնների տարբեր դասերը տարբերվում են միմյանցից տարբեր ամինաթթուների բաղադրությամբ։ Օրինակ, H3 և H4 հիստոնները հարուստ են արգինինով և բոլոր հետազոտված հիստոններից առավել կոնսերվատիվ են։ Նրանց ամինաթթվային հաջորդականությունները համարյա ամբողջությամբ համընկնում են այնպիսի հեռավոր տեսակների մոտ, ինչպիսիք են կովը և վոլորը։ H2A և H2B հիստոնները չափավոր հարուստ են լիզինով։ H1 հիստոնը ոչ թե ունիկալ մոլեկուլ է, այլ սպիտակուցների դաս, որը բաղկացած է մի քանի ազգակցորեն բավականին մոտ սպիտակուցներից։ Այս դասի բոլոր սպիտակուցներին բնորոշ է լիզինի մեծ քանակը, ինչը պայմանավորում է նրանց խիստ հիմնային բնույթը և աղային լուծիկներում քրոմատինից հեշտությամբ անջատվելու հատկությունը։ Բոլոր դասերի հիստոններին, հատկապես H1 խմբի, բնորոշ է հիմնային ամինաթթուների կլաստերային բաշխումը մոլեկուլների ազոտային և ածխածնային ծայրերում։ Հիստոնների մոլեկուլների միջնամասերը առաջացնում են մի քանի 3-4 ալֆա-բարուրային հատվածներ, որոնք կոմպակտանում են, առաջացնելով գլոբուլային կամ հատիկավոր կառույցներ։ Հավանաբար հիստոնների չբարուրված ծայրերը, որոնք հարուստ են դրական լիցքերով, իրականացնում են նրանց կապը միմյանց և DNT-ի հետ։ H1 հիստոնում առավել փոփոխական է ազոտային ծայրը, որն իրականացնում է կապն այլ հիստոնների հետ, իսկ ածխածնային ծայրը, որը հարուստ է լիզինով, փոխազդում է DNT-ի հետ։ Բջջի կենսագործունեության ընթացքում կարող են տեղ գտնել հիստոնների յետրանսլյացիոն փոփոխությունների, լիզինի որոշ մնացորդների ացետիլացում և մեթիլացում, ինչը հանգեցնում է դրական լիցքերի մի մասի կորստին և սերինային մնացորդների ֆոսֆորիլացման, ինչը բերում է բացասական լիցքի առաջացմանը։ Այս մոդիֆիկացումները նշանակալի չափով փոփոխում են հիստոնների հատկանիշները, DNT-ի հետ նրանց կապվելու ունակությունը։ Հիստոնների ացետիլացումը նախորդում է գեների ակտիվացմանը, իսկ ֆոսֆորիլացումը և դեֆոսֆորիլացումը կապված են համապատասխանաբար քրոմատինի կոնդենսացման և դեկոնդենսացման հետ։ Հիստոնները սինթեզվում են ցիտոպլազմայում, փոխադրվում են կորիզի մեջ և կապվում են DNT-ի հետ S փուլում նրա կրկնապատկման ժամանակ, այսինքն հիստոնների և DNT-ի սինթեզը ժամանակային առումով համաձայնեցված է։ Երբ DNT-ի սինթեզը ավարտվում է, հիստոնային ինֆորմացիոն ՌՆԹ-ները մի քանի րոպեում քայքայվում են, և հիստոնների սինթեզը դադարում է։ Քրոմատինի մեջ ներառված հիստոնները շատ կայուն են։ Հիստոնատիպ սպիտակուցներ են հայտնաբերվել վիրուսներում, բակտերիաներում, միտոքոնդրիումներում։ Փորձերը ցույց են տալիս, որ անջատված քրոմատինը կարող է հանդիսանալ տրանսկրիպցիայի մատրից։ Սակայն նրա ակտիվությունը կազմում է անջատված մաքուր DNT-ի տրանսկրիպցիայի ակտիվության միայն 10%-ը, ընդ որում այդ ակտիվությունը աճում է հիստոնների խմբերի հեռացմանը զուգընթաց և կարող է հասնել 100%-ի։ Հիստոնների լիարժեք հեռացման դեպքում այսպիսով կարելի է եզրակացնել, որ հիստոնների քանակական բաղադրությունը կարող է կարգավորել տրանսկրիպցիայի մակարդակը։ Հայտնաբերվել է նաև, որ հիստոնների քանակական և որակական վիճակը ազդում է քրոմատինի կոմպակտության աստիճանի և ակտիվության վրա։ Հիստոնների հեռացմանը զուգընթաց տեղի է ունենում դեզօքսիռիբոնուկլեոդապրոտեինների ֆիբրիլների առաջընթաց քանդում և դեկոնդենսացում, ինչը հավանաբար հեշտացնում է ՌՆԹ պոլիմերազի փոխազդեցությունը մատրիցային DNT-ի հետ։ Հիստոնների մոդիֆիկացման դեպքում ուժեղանում է տրանսկրիպցիան և միաժամանակ դեկոմպակտանում է քրոմատինը։ Մյուս կողմից, երկկենցաղների օոցիտների ազատ հիստոններ պարունակող ցիտոպլազմայի էքստրակտներին ցանկացած DNT-ի ավելացումը հանգեցնում է քրոմատինային ֆիբրիլների առաջացմանը, որոնք մի քանի անգամ ավելի կարճ են ելակետային DNT-ից։ Այս տվյալները վկայում են հիստոնների կոմպակտացնող կառուցվածքային դերի մասին։ Կորիզավորների DNT-ի ռեպլիկացիա։ Բակտերիաների քրոմոսոմը կրկնապատկվում է որպես մեկ կառուցվածքային միավոր։ Կորիզավոր բջիջներում ռեպլիկացիան կրում է պոլիռեպլիկոնային բնույթ։ Այն ուսումնասիրվել է անջատված DNT-ներում նշագրված մոլեկուլների ռադիոավտոգրաֆիական հետազոտության միջոցով։ Քրոմոսոմի DNT-ի երկայնքով դասավորված են ռեպլիկացիայի բազմաթիվ անկախ հատվածներ՝ ռեպլիկոններ։ Ռեպլիկացիայի երկու հարևան մեկնարկային կետերի միջև հեռավորության հիման վրա կարելի է հաշվարկել առանձին ռեպլիկոնների չափերը։ Բարձրակարգ կենդանիների ռեպլիկոնի չափը միջին հաշվով կազմում է 30 միկրոմետր կամ 100,000 զույգ նուկլեոտիդ։ Հետևաբար կաթնասունների հապլոիդ հավաքակազմը պետք է բաղկացած լինի 20,000-ից 30,000 ռեպլիկոններից։ Փորձերի արդյունքում հնարավոր եղավ հաշվարկել էուկարիոտ օրգանիզմների DNT-ի ռեպլիկացիայի արագությունը, որը կաթնասունների դեպքում կազմում է 1-ից 3,000 զույգ նուկլեոտիդ րոպեում, իսկ
Որոշ բույսերի դեպքում հազար զույգ նուկլեոտիդ, ինչը շատ ավելի ցածր է, քան բակտերիաների դնթի ռեպլիկացիայի արագությունը՝ մոտ 50,000 զույգ նուկլեոտիդ րոպեում։ Ստոակարկ էուկարիոտների ռեպլիկոնների չափերն ավելի փոքր են՝ մոտ 40,000 զույգ նուկլեոտիդ։ Այսպես, դրոզոֆիլի գենոմում առկա է 3500 ռեպլիկոն, իսկ խմորասնկերի մոտ 400-ը։ Դնթի կրկնապատկման գործընթացը իրականանում է շնորհիվ ռեպլիսոմի, վերջինս բարդ սպիտակուցային համալիրը, որը գոյություն չունի բջջում որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր, այն կազմավորվում է անմիջականորեն դնթ-ի վրա միայն ռեպլիկացիայի ժամանակ և ապա կազմավորվում է անմիջապես ռեպլիկացիայի ավարտին։ Պետք է նշել, որ եթե պրոկարիոտների, էուկարիոտների և նրանց օրգանոիդների ռիբոսոմների միջև տարբերություններն այդքան էլ նշանակալի չեն, ապա ռեպլիսոմների դեպքում դրանք ավելի էական են։ Դնթի կրկնապատկման ինիցիացիայի համար նրա երկու շղթաները պետք է առանձնանան, այսինքն շղթաների նուկլեոտիդների միջև ջրածնական կապերը պետք է քանդվեն։ Այս գործընթացը սկսվում է դնթ-ի հատուկ հատվածում՝ ռեպլիկացիայի սկզբնամկետում, orange of replication-ում։ Ժամանակակից գրականության մեջ հաճախ գործածվում է կարճ օրինջին տերմինը։ Տարբեր օրգանիզմների նշված հատվածի կառուցվածքը տարբերվում է, սակայն ամեն դեպքում օրինջներում նկատվում է ադենին թիմի նուկլեոտիդային զույգերի մեծ քանակ։ Այս փաստը բացատրվում է նրանով, որ նշված նուկլեոտիդային զույգը կրում է միայն երկու ջրածնական կապ, որոնց խզման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան ցիտոզին գուանին զույգի 3 ջրածնական կապերի քայքայման համար։ Մատրիցային դնթ-ի քանդված շղթաները և կառուցվող դուստր շղթաներն առաջացնում են մի կառույց, որը կոչվում է ռեպլիկատիվ պղպջակ։ Կարճ գենոմ ունեցող օրգանիզմներում, օրինակ միաբջիջներում, առաջանում են 1-ից 4 ռեպլիկացիայի սկզբնակետեր։ Էուկարիոտների, մասնավորապես կաթնասունների գենոմներում անհամեմատ ավելի մեծ են։ Եթե նրանց ռեպլիկացիան սկսվեր ընդամենը 4 կետում, այն կտևեր շատ երկար։ Մարդու գենոմը, օրինակ, պարունակում է մոտ 100,000 օրինջներ, հետևաբար այդ նույն թվով ռեպլիկոններ դնթ-ի միավորն է, որոնք հանդիսանում են ռեպլիկացիայի մեկ գործողության օբյեկտ։ Ռեպլիկոնը դնթ-ի հատված է, որը ռեպլիկացիայի է ենթարկվում ռեպլիկացիայի մեկ սկզբնակետից։ Բակտերիայի գենոմը պարունակում է միայն մեկ քրոմոսոմ՝ նուկլեոտիդ, որն իրենից մեկ ռեպլիկոն է ներկայացնում։ Դիտարկենք ռեպլիսոմի հիմնական ֆերմենտները։ Ֆերմենտ հելիկազը բաժանում է դնթ-ի շղթաները, այն մի քանի կրկնվող հատվածներից բաղկացած օղակ է։ Հելիկազը սահում է դնթ-ի շղթաներից մեկի վրայով, անդադար էներգիա ստանալով AF-ի մոլեկուլների ճեղքումից և օգտագործելով այդ էներգիան շղթաների միջև ջրածնական կապերի խզման համար։ Դնթ-ի բաժանված շղթաներն ունեն բազմաթիվ ելուններ, որոնց կարող են միանալ դրական և բացասական լիցքավորված մասնիկները, սակայն այդ նշված հատվածների թվում կան այնպիսիները, որոնց պետք է ջրածնային կապերի միջոցով միանան դուստր շղթաների նուկլեոտիդները։ Մինչ դուստր շղթաները կառուցող նուկլեոտիդների միանալը, նշված հատվածները անհրաժեշտ է ինչ-որ ձևով ծածկել, պաշտպանելով այլ մոլեկուլների կամ նույն քանդված շղթայի հարևան հատվածների կպչելուց։ Այդ գործառույթը իրականացնում են SSB պրոտեինները, որոնք զիջում են իրենց տեղը միայն նուկլեոտիդային շղթայի սինթեզը իրագործող ֆերմենտներին։ Երբ հելիկազը բաժանել է դնթ-ի երկու շղթաները և SSB պրոտեինները գրավել են իրենց տեղերը, սկսում է գործել կոմպլեմենտարության սկզբունքով դուստր շղթաները կառուցող դնթ պոլիմերազ ֆերմենտը։ դնթ-ի սինթեզի գործընթացում բազմաթիվ անգամներ ստուգվում է նուկլեոտիդների անսխալ միացումը, ինչը հասկանալի է հաշվի առնելով ժառանգական տեղեկատվության խիստ ճշգրիտ փոխանցման կարևորությունը։ Սրան ուղղված պաշտպանիչ մեխանիզմներից մեկն այն է, որ դնթ պոլիմերազը չի կարող սկսել կցել նուկլեոտիդները ցանկացած պատահական տեղից։ Որպեսզի դնթ պոլիմերազը սկսի գործել, անհրաժեշտ է դուստր շղթայի գոնե մի փոքր հատվածի գոյությունը, որին ֆերմենտը կսկսի միացնել նուկլեոտիդները։ Դուստր շղթայի այդպիսի մեկնարկային հատվածի ստեղծման համար գոյություն ունի դնթ պրայմեզ ֆերմենտը։ Այն մատրիցային շղթային է միացնում ընդամենը 11-ից 12 նուկլեոտիդներ, որոնք կոչվում են մերան կամ պրայմեր։ դնթ պոլիմերազը հայտնաբերելով կիսատ շղթա նստում է նրա վրա և շարունակում կառուցել, հերթականորեն հեռացնելով SSB պրոտեիններն իր ճանապարհից։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ պրայմերը ստեղծվում է ոչ թե դեզօքսիռիբոնուկլեոտիդներից, այլ ռիբոնուկլեոտիդներից, որոնցից կազմված է ՌՆԹ-ն, այսինքն մերան իրենից ներկայացնում է ՌՆԹ-ի փոքրիկ հատված, որը մխրճված է դնթ-ի կառուցվող շղթայի մեջ։ Ինչու՞մ է կայանում նման մեխանիզմի էվոլյուցիոն շահավետությունը։ Բանն այն է, որ առաջին նուկլեոտիդների միացման գործընթացում սխալի հավանականությունը բավականին մեծ է։ Այդ իսկ պատճառով պրայմերը ստեղծվում է դնթ-ի մյուս մոնոմերներից տարբերվող տարրերից, որպեսզի հետագայում նրանք հեշտությամբ ճանաչվեն և հեռացվեն։ Նշենք, որ կտրման գործընթացին մասնակցում են մի քանի ֆերմենտներ։
Ինչպես երևում է նկարում, ԴՆԹ պոլիմերազը կառուցում է դուստր շղթա և հանկարծ հանդիպում է ՌՆԹ պրայմերին, որից սկսվել է ԴՆԹ-ի հարևան հատվածի կառուցումը։ ԴՆԹ պոլիմերազը դուրս է մղում պրայմերին, շարունակելով կառուցել դուստր ԴՆԹ-ի շղթան։ Միաժամանակ հատուկ ֆերմենտը, որը ներկայացված է օվալով, կտրում է ՌՆԹ պրայմերը, ապահովության համար հեռացնելով նրա հետևից կառուցված ևս մի քանի նուկլեոտիդներ։ Հաջորդիվ երկու ռեպլիկոնները կարվում են, միանում են իրար, առաջացնելով սինթեզված ԴՆԹ-ի մեկ միասնական շղթա։ Այսպիսով, ԴՆԹ պոլիմերազի գործառույթը կայանում է համապատասխան նուկլեոտիդի ընտրության, նրա միացման և այդ գործընթացի ճշտության ստուգման մեջ։ ԴՆԹ պոլիմերազը իրագործում է նշվածը անցնելով ռեպլիկոնի ողջ երկայնքով, մինչև որ չի հանդիպում իրեն ընդառաջ սլացող ռեպլիկատիվ եղանի կամ տերմինացիայի հատվածի, նուկլեոտիդների հատուկ հերթականության, որը ռեպլիկացիան ավարտելու ազդակ է։ Կորիզավորների քրոմոսոմները բաղկացած են ահռելի թվերի հասնող ռեպլիկոններից։ ԴՆԹ-ի կրկնապատկման գործընթացում նրանց ռեպլիկատիվ եղանները շատ հաճախ շարժվելով իրար ընդառաջ ի վերջո հանդիպում են և նորաստեղծ դուստր շղթաները միակցվում են, քանի որ մատրիցային շղթայում այլևս չկան ազատ նուկլեոտիդներ և կառուցելու յենթակա ոչինչ չկա։ Ռիբոսոմը անջատվում է ԴՆԹ-ից, իր հետևում թողնելով կրկնակի պարուրը, որի շղթաներից մեկի սինթեզը հենց նոր ավարտվել է։ Այսպիսով, ԴՆԹ-ի կրկնապատկման գործընթացում կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը։ Առաջին՝ գենոմի յուրաքանչյուր ռեպլիկոնի ինիցիացիայի կետում ԴՆԹ-ի շղթաներն առանձնանում են։ Երկրորդ՝ առանձնացված շղթաների վրա հավաքվում են ռեպլիսոմները, որոնց գործառույթն է պատճենահանելը ԴՆԹ-ի տվյալ հատվածը և միավորել այն ռեպլիսոմների կողմից հավաքված հատվածների միասնական շղթայում։ Ռեպլիսոմը բաղկացած է տարբեր գործառույթներ կատարող պրոտեիններից։ Նրանցից առավել կարևոր են ԴՆԹ շղթայի ոլորտը քանդող հելիկազը, այդ վիճակում շղթաները պահող SSB պրոտեինները, ՌՆԹ մերան ստեղծող պրայմազը, դուստր շղթա կառուցող ԴՆԹ պոլիմերազը։ Ռեպլիկացիայի ավարտը կապված է կամ քրոմոսոմի ռեպլիկատիվ եղանների միաձուլման հետ, կամ տերմինացիայի հատվածում ռեպլիսոմի հայտնվելու հետ, ինչը սինթեզի ավարտի ազդակ է հանդիսանում։ Ռեպլիկացիայի գործընթացը ակտիվորեն ուսումնասիրվում է, քանի որ նրա շատ մեխանիզմներ մինչև վերջ պարզված չեն։ Նախքան պոլինուկլեոտիդային շղթայի հավաքման անդրադառնալը, անհրաժեշտ է հիշել, որ մեկ նուկլեոտիդի կազմում շաքար դեզօքսիռիբոզը և ֆոսֆորական թթվի մնացորդը հանդիսանում են չկոդավորող հատվածներ։ Նրանց գործառույթը կայանում է ԴՆԹ-ի կմախքի ստեղծման մեջ։ Նրանց հետ է փոխազդում ԴՆԹ պոլիմերազը, իրար կապելով հարևան նուկլեոտիդները։ Բոլոր ԴՆԹ պոլիմերազներն առանց բացառության չեն կարող աշխատել ԴՆԹ շղթայի 5 շտրիխ ծայրի հետ։ Նրանք կարող են կապել նոր նուկլեոտիդը միայն 3 շտրիխ ծայրից։ Այդ իսկ պատճառով դուստր շղթան կառուցվում է իր 5 շտրիխ ծայրից դեպի 3 շտրիխ ծայրը։ ԴՆԹ պոլիմերազը կապ է ստեղծում նոր նուկլեոտիդի ֆոսֆորական թթվի մնացորդի ֆոսֆորի ատոմի և շղթայի ծայրի նուկլեոտիդի դեզօքսիռիբոզի թթվածնի ատոմի միջև, առաջացնելով ֆոսֆոեթերային կապ։ Նշված գործընթացում անջատվում է ջրի մոլեկուլ։ Հարկ է հիշել, որ ԴՆԹ-ի շղթաները հակազուգահեռ են, այսինքն նրանցից մեկն ունի 5 շտրիխից 3 շտրիխ ուղղվածություն, իսկ մյուսը 3 շտրիխից 5 շտրիխ։ ԴՆԹ-ի առանձնացած երկու մատրիցային շղթաների վրա դուստր շղթաները միաժամանակ են կառուցվում, ընդ որում քանդված մատրիցային շղթաներից մեկին կպչող ԴՆԹ պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքով ռեպլիկատիվ եղանի ուղղությամբ կառուցում է դուստր շղթա, մինչև որ չի հանդիպում իրեն ընդառաջ եկող ռեպլիկատիվ եղանին կամ տերմինացիայի հատվածին, որը կանգնեցնում է պատճենահանման գործընթացը։ Նշված շղթան, որի կրկնապատկումն ունի անընդհատ բնույթ, կոչվում է վարող կամ առաջնորդող շղթա։ Մատրիցային մյուս շղթան առաջացնում է հանգուցավոր կառուցվածք։ Այստեղ սինթեզն ընթանում է հակառակ ուղղությամբ և առանձին հատվածներով, որոնք կոչվում են օկազակիի հատվածներ։ Այդ շղթան կոչվում է ետ մնացող կամ երկրորդային շղթա։ Յուրաքանչյուր մատրիցային շղթայով ԴՆԹ պոլիմերազը շարժվում է 3 շտրիխ ծայրից դեպի 5 շտրիխ ծայրը, կառուցելով հակազուգահեռ դուստր շղթա, որը սկսվում է 5 շտրիխ ծայրից և երկարվում է դեպի իր 3 շտրիխ ծայրը։ Պարզ է, որ միայն մեկ մայրական շղթայով ԴՆԹ պոլիմերազը կարող է առանց ընդհատումների սահել նրա 3 շտրիխ ծայրից մինչև 5 շտրիխ ծայրը, կապելով նուկլեոտիդներն անմիջապես հելիկազի հետևից, հենց որ այդ ֆերմենտն անջատում է երկրորդ մատրիցային շղթան։ Երկրորդ մատրիցային շղթայի դեպքում ռեպլիկացիայի և ԴՆԹ-ի շղթաների քանդման ուղղություններն իրար հակառակ են։ Այդ իսկ պատճառով երկրորդային շղթայում կառուցման գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ մատրիցային շղթայի նշանակալի հատված արդեն մերկացած է։ Արդյունքում, եթե վարող շղթայում սինթեզվում է միայն մեկ պրայմեր, ապա երկրորդային շղթայի վրա սինթեզվում են բազմաթիվ պրայմերներ, որոնք սկզբնավորում են 100-ից 200 նուկլեոտիդներ պարունակող օկազակիի հատվածներ։
Օկազակիի հատվածը բաղկացած է պրայմերից և դեզօքսիռիբոնուկլեոտիդներից։ Բակտերիաների դեպքում օկազակիի հատվածները պարունակում են մոտ 1000 նուկլեոտիդներ։ Երկրորդային շղթայում պրայմազը մերան է, ստեղծվում է հելիկազի կողքին, սակայն շարժվում է ոչ թե նրա հետևից, այլ հակառակ ուղղությամբ։ Պրայմերի վրա է նստում ԴՆԹ պոլիմերազը և կառուցում է դուստր շղթան, մինչև որ չի հանդիպում արդեն կառուցված կրկնակի պարուրին։ Մինչ այդ պրայմազը և ԴՆԹ պոլիմերազն արդեն կառուցել են դուստր շղթայի այդ հատվածը։ Հասնելով ռիբոնուկլեոտիդներից կառուցված պրայմերին, կաթնասունների ԴՆԹ պոլիմերազը դուրս է մղում մերանը և այդ հատվածում կառուցում ԴՆԹ լիարժեք հատված։ Հանդիպելով դեզօքսիռիբոնուկլեոտիդի, ԴՆԹ պոլիմերազը անջատվում է ԴՆԹ-ից և ցատկով անցնում է հելիկազին մոտ գտնվող պրայմերին։ Այնուհետև, կցելով պրայմերի և մինչ այդ կառուցված դուստր շղթայի հատվածի միջև, պրոկարիոտների դեպքում օկազակիի հատվածն է կառուցող ԴՆԹ պոլիմերազն ունակ չէ դուրս մղել պրայմերը։ Ֆերմենտը լքում է ԴՆԹ-ն, իսկ պրայմերի հետ աշխատում է պրոկարիոտների ԴՆԹ պոլիմերազ 1-ը, որը հեռացնում է մերանի ռիբոնուկլեոտիդները, միաժամանակ փոխարինելով նրանց դեզօքսիռիբոնուկլեոտիդներով։ Կաթնասունների դեպքում դուրս մղված մերաններն արագ կտրվում են այլ ֆերմենտներով, իսկ հարևան նուկլեոտիդները կավրվում են ԴՆԹ լիգազ ֆերմենտի մասնակցությամբ։ Այս ֆերմենտը որոշակի դեր ունի բջջի ԴՆԹ-ին վնասվածքների հայտնաբերման և վերականգնման գործընթացներում։ Նախակորիզավորների ռեպլիկացիային մասնակցում է պրոկարիոտային ԴՆԹ լիգազը։ Հարկ է հիշատակել նաև տոպոիզոմերազ ֆերմենտը, որը կարող է փոխել ԴՆԹ-ի մոլեկուլի պարուրվածության աստիճանը։ Տոպոիզոմերազների տարբեր տեսակներն անհրաժեշտ է ԴՆԹ-ի շղթաների կառուցման համար։ Եթե երկպարուրը ոչ բավարար չափով կամ չափից դուրս է պարուրված, այն հեշտությամբ կարող է վնասվել։ Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունենում ԴՆԹ-ի պարուրն առաջացնող երկու թելերի քանդելու ժամանակ, կարելի է վերցնել երկու թելերից կազմված պարան, նրա ծայրում առանձնացնել երկու թելերը, յուրաքանչյուր ձեռքում բռնել մեկ թելի ծայրը և հեռացնել իրարից։ Երկու տարբեր կողմեր ձգելով շատ արագ կնկատենք, որ պարանի երկու մասից բաղկացած հատվածը կսկսի պտտվել, փորձելով կոմպենսացնել ծայրային հատվածի քանդումը։ Պարանի երկու թելերի բաժանման կետում ի հետ կգա գերպարուրվածություն, որը կխանգարի թելերի հետագա քանդմանը, իսկ եթե պարանը երկար է, ապա գերպարուրվածության մակարդակն այնքան կմեծանա, որ պարանը կդադարի քանդվել։ Այս օրինակով պարզ է դառնում ռեպլիկացիայի գործընթացում ԴՆԹ-ի թելերի գերոլորման կանխարգելման կարևորությունը։ ԴՆԹ-ի ռեպլիկացիայի գործընթացում առանձին քրոմոսոմում ողջ ԴՆԹ-ի սինթեզը տեղի է ունենում բազմաթիվ առանձին ռեպլիկոններում անկախ սինթեզների հաշվին, ԴՆԹ-ի հարևան հատվածների ծայրերի հետագա միացմամբ։ Չնայած վարող և ետ մնացող շղթաները կառուցվում են հակառակ ուղղություններով, նրանք սինթեզվում են միաժամանակ։ ԴՆԹ լիգազի միջոցով իրար միացած և բազմաթիվ օկազակիի հատվածներից բաղկացած ետ մնացող շղթան ոչնչով չի տարբերվում վարող շղթայից, որն առաջանում է ավելի պարզ գործընթացի արդյունքում։ ԴՆԹ-ի նմանատիպ սինթեզի կենսաբանական նշանակությունը պարզ է դառնում, երբ համեմատում ենք բակտերիաների և էուկարիոտների ԴՆԹ-ի ռեպլիկացիան։ Այսպես, բակտերիալ մոնորեպլիկոնային 1600 միկրոմետր երկարության քրոմոսոմը սինթեզվում է մոտավորապես 40 րոպեում։ Եթե կաթնասունների քրոմոսոմի ԴՆԹ-ի սանտիմետրանոց մոլեկուլը կրկնապատկվեր որպես մոնորեպլիկոնային կառույց, ապա դրա համար կպահանջվեր 6 օր, իսկ եթե այդպիսի քրոմոսոմում դասավորված լինեին մի քանի հարյուր ռեպլիկոններ, ապա ռեպլիկացիայի համար կպահանջվի ընդամենը 1 ժամ։ Իրականում կաթնասունների ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակը կազմում է 6-ից 8 ժամ։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ առանձին քրոմոսոմում ոչ բոլոր ռեպլիկոններն են սկսում գործել միաժամանակ։ Որոշ կենդանիների, գորտերի և դրոզոֆիլի էմբրիոգենեզի վաղ փուլերում դիտվում է բոլոր ռեպլիկոնների միաժամանակյա միացումը կամ ռեպլիկացիայի լրացուցիչ մեկնարկային կետերի առաջացումը, ինչը թույլ է տալիս ավարտել բոլոր քրոմոսոմների սինթեզը նվազագույն կարճ ժամանակում։ Սովորաբար սինթետիկ փուլի վերջում են կրկնապատկվում կոնստիտուտիվ հետերոքրոմատինի հատվածները, ցենտրոմերին մոտ գտնվող։ Ֆակուլտատիվ հետերոքրոմատինի մի մասը, օրինակ կաթնասունի էգերի X քրոմոսոմը։ Նշենք նաև, որ քրոմոսոմային հավաքակազմում առկա են քրոմոսոմների կրկնապատկման հստակ հաջորդականություն, ընդ որում առանձին քրոմոսոմների կրկնապատկման տևողությունը ուղիղ ձևով կախված չէ նրանց չափերից։ Մարդու առաջին 1-ից 3 խմբի խոշոր և B4-ից 5 խմբի ավելի կարճ քրոմոսոմները կրկնապատկվում են ողջ սինթետիկ փուլի ընթացքում։ Էուկարիոտների գենոմում ԴՆԹ-ի սինթեզը սկսվում է սինթետիկ փուլի սկզբում, համարյա միաժամանակ կորիզի բոլոր քրոմոսոմներում, ընդ որում տեղի է ունենում տարբեր ռեպլիկոնների հաջորդական և ասինխրոն ներառման ռեպլիկացիայի գործընթացի մեջ, ինչպես տարբեր քրոմոսոմներում, այնպես էլ նրանց տարբեր հատվածներում։ Գենոմի այս կամ այն հատվածի ռեպլիկացիայի հաջորդականությունը պայմանավորված է գենետիկորեն։
Պարզվել է, որ DNT-ն ունի կոմպակտացման մի քանի բնական մակարդակներ։ Քրոմատինի հետազոտության հարցում խոշոր իրադարձություններ, նուկլեոսոմների քրոմատինի դիսկրետ մասնիկների բացահայտումը։ Տարբեր մեթոդներով պարզվել է, որ քրոմատինի թելիկները հիշեցնում են ուլունքների շարան, 10 նանոմետրանոց գլոբուլներ, որոնք կապված են իրար 20 նանոմետր երկարությամբ DNT-ի հատվածներով։ Նուկլեոս ֆերմենտով մշակված քրոմատինից ստացված DNT-ն բաղկացած է մի շարք հատվածներից, որոնք պարունակում են երկարազույգ հիմքեր կամ դրա բազմապատիկը, հանդիպում են 200, 400, 600, 800 և ավելի զույգ նուկլեոտիդներ։ Այս փաստը վկայում է այն մասին, որ քրոմատինի կազմում նուկլեազի թիրախն են դառնում յուրաքանչյուր 200 զույգ նուկլեոտիդով բաժանված DNT-ի հատվածները։ Բացի դրանից, այսպիսի նուկլեոզային մշակումից հետո ցենտրիֆուգման եղանակով քրոմատինից հաջողվել է առանձնացնել մասնիկների ֆրակցիա, որի սեդիմենտացիայի արագությունը կազմում է 11։ Պարզվել է, որ այս մասնիկը պարունակում է մոտ 200 զույգ նուկլեոտիդով DNT, 8 հիստոններ, օկտամեր, H2A, H2B, H3 և H4 հիստոնների երկուական մոլեկուլ և H1 հիստոնի 1 մոլեկուլ։ Այդպիսի բարդ նուկլեոպրոտեիդային մասնիկը ստացել է նուկլեոսոմ անվանումը։ Նուկլեոսոմը ունի հետևյալ կառուցվածքը։ Հիստոնների օկտամերն առաջացնում է սպիտակուցային հենքը, միջուկը, որի մակերեսին դասավորվում է 146 զույգ նուկլեոտիդային չափերի DNT-ն, վերջինս առաջացնում է 1,75 պարույր։ DNT-ի մնացած 54 զույգ նուկլեոտիդն առաջացնում է մի հատված, որը կապված չէ միջուկի սպիտակուցների հետ և կոչվում է լինկեր։ Այն միավորվելով երկու հարևան նուկլեոսոմները անցնում է հաջորդ նուկլեոսոմի DNT-ին։ H1 հիստոնը massամբ կապված է միջուկի հետ և լինկերի հետ մոտ 30 զույգ նուկլեոտիդով։ Հետևաբար ամբողջական նուկլեոսոմը պարունակում է DNT-ի մոտ 200 զույգ նուկլեոտիդ, միջուկային հիստոնների օկտամեր և H1 հիստոնի 1 մոլեկուլ։ Ամբողջական նուկլեոսոմի մոլեկուլային զանգվածը կազմում է 262,000 դալտոն։ Հաշվարկվել է, որ մարդու հապլոիդ գենոմում 3 անգամ 19 աշճան զույգ հիմքերում առկա են 1,5 անգամ 17 աշճան նուկլեոսոմներ։ Միջուկը կամ կեղևային մասնիկն իր կառուցվածքով չափազանց պահպանողական է, այն մշտապես պարունակում է DNT-ի 146 զույգ նուկլեոտիդներ և հիստոնների օկտամեր։ Մինչդեռ լինկերային մասնիկը փոփոխական է և պարունակում է 8-ից 114 զույգ նուկլեոտիդ մեկ նուկլեոսոմի հաշվով։ Կիրառելով նեյտրոնների ցրման մեթոդը հաջողվել է պարզել նուկլեոսոմների ձևը և ճշգրիտ չափերը։ Նուկլեոսոմը հիշեցնում է տափակ գլան 11 նանոմետր տրամագծով և 6 նանոմետր բարձրությամբ։ Էլեկտրոնային մանրադիտակի ներքո նուկլեոսոմները երևում են որպես ուլունքներ, 10 նանոմետրանոց գլոբուլային գոյացություններ, որոնք կարծես նստած են DNT-ի ձգված մոլեկուլների վրա։ Իրականում ձգված է միայն լինկերային հատվածները, իսկ DNT-ի մնացած 3/4 մասը պարուրաձև դասավորված է հիստոնային օկտամերների եզրով։ DNT-ի առաջնային կոմպակտացումը տեղի է ունենում DNT-ի լրացուցիչ պարուրելու հաշվին, DNT-ի 1 բացասական գերպարուր 1 նուկլեոսոմի հաշվով։ Համարվում է, որ նուկլեոսոմի միջուկի ծայրամասով DNT-ի համարյա 2 պարուրների կոմպակտ դասավորությունը տեղի է ունենում օկտամերի մակերեսի դրական լիցքավորված ամինաթթվային մնացորդների և DNT-ի ֆոսֆատների փոխազդեցության հաշվին։ Միջուկային հիստոնների ազոտային և ածխածնային ծայրամասային հատվածները, որոնք հարստացած են դրական լիցքերով, հավանաբար ծառայում են նուկլեոսոմի կառուցվածքի լրացուցիչ կայունացման համար։ Քրոմատինի առաջին նուկլեոսոմային մակարդակն ապահովում է DNT-ի 6-ից 7 անգամանոց կոմպակտացում։ Արդյունքում DNT-ի 2 նանոմետր տրամագծով կրկնակի պարույրը ձեռք է բերում 10-ից 11 նանոմետր տրամագիծ։ Էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտությունները պարզել են, որ ինչպես միտոտիկ քրոմոսոմներում, այնպես էլ ինտերֆազային կորիզներում բացահայտվում են 30 նանոմետր տրամագծով քրոմատինի ֆիբրիլներ։ Ցույց է տրվել, որ H1 հիստոնի անգամ մասնակի անջատումը փոխադրում է քրոմատինի 30 նանոմետրանոց ֆիբրիլները 10 նանոմետր տրամագծով թելիկների, որոնց բնորոշ է կազմավորման տիպիկ նուկլեոսոմային մակարդակը։ Նրանց H1 հիստոնի ավելացման դեպքում ֆիբրիլների նախնական տրամագիծը վերականգնվում է։ Այս փաստերը վկայում են այն մասին, որ քրոմատինի նուկլեոսոմային շղթաները որոշակի ձևով դասավորվելով առաջացնում են կանոնավոր 30 նանոմետրանոց թելիկներ։ 30 նանոմետրանոց ֆիբրիլի կազմում նուկլեոսոմների դասավորության բնույթի վերաբերյալ գոյություն ունեն առնվազն 2 տեսակետներ։ Նրանցից մեկն ընդունում է նուկլեոսոմների դասավորության սոլենոիդային տիպը։
Համաձայն որի նուկլեոսոմներ կրող թելիկն իր հերթին առաջացնում է պարուրաձև ոլորներ։ Պարուրի քայլը կազմում է մոտավորապես 10 նանոմետր։ Պարուրի յուրաքանչյուր ոլորքը պարունակում է 6 նուկլեոսոմ։ Այդպիսի դասավորության արդյունքում առաջանում է կենտրոնական խոռոչով պարուրված տիպիկ թելիկ։ Գունավորված մանրապատրաստուկների վրա այդ խոռոչը հիշեցնում է նեղ անցուղի ֆիբրիլի կենտրոնում։ Համարվում է, որ H1 հիստոն ապահովում է հարևան նուկլեոսոմների միջև փոխազդեցությունը, մոտեցնելով նրանց և կապելով միմյանց այնպես, որ 10 նանոմետր ֆիբրիլն առաջացնում է խիտ պարուրված թելիկ։ H1 հիստոնի հեռացումն առաջ է բերում 30 նանոմետր ֆիբրիլի քանդումը և անցում է ուլունքներ թելիկի վրա կառուցվածքային տիպին։ Այլ պատկերացումների համաձայն քրոմատինի 30 նանոմետր ֆիբրիլը բաղկացած է 30 նանոմետրանոց իրար մոտ տեղայնացած գլոբուլներից, որոնք կոչվում են նուկլեոմերներ կամ գերուլունքներ։ Մեկ նուկլեոմերի կազմի մեջ է մտնում 1600 զույգ նուկլեոտիդներից կամ 8 նուկլեոսոմներից բաղկացած ԴՆԹ-ի հատված։ Նուկլեոմերի կոմպակտությունը կախված է մագնեզիումի իոնների խտությունից և հիստոն H1-ի առկայությունից։ Այսպիսով, քրոմատինի 30 նանոմետր ֆիբրիլը ներկայացված է ԴՆԹ-ի կոմպակտացած մոլեկուլի երկայնքով նուկլեոմերների գծային հերթագայությամբ։ Հավանաբար H1 հիստոնները գտնվում են այդ խոշոր մասնիկների կենտրոնում, փոխազդում են միմյանց հետ և նպաստում են նուկլեոմերների ամբողջականության պահպանմանը։ Սոլեյնոիդային և նուկլեոմերային մոդելների միջև հակասությունը կարող է վերանալ, եթե ընդունել, որ պարուրի մեկ ոլորանում նուկլեոսոմների քանակը խիստ մշտական մեծություն չէ և հետևաբար իրար կարող են հերթափոխել մեկ ոլորանում նուկլեոսոմների ավելի մեծ կամ փոքր թվով հատվածներ։ Քրոմատինի խտացման նուկլեոմերային մակարդակն ապահովում է ԴՆԹ-ի 40 անգամանոց կոմպակտացում, որը պայմանավորում է ԴՆԹ-ի որոշակի գործառական սահմանափակումները։ Քրոմատինի 30 նանոմետրանոց ֆիբրիլում ԴՆԹ-ն մատչելի չէ ԴՆԹ-ի մեթիլազ ֆերմենտի համար։ Կտրուկ ընկնում է ՌՆԹ պոլիմերազ ֆերմենտի հետ քրոմատինի կապվելու ունակությունը։ Այսպիսով, ԴՆԹ-ի կոմպակտացման երկրորդ մակարդակը կարող է հանդես գալ որպես գեները ապակտիվացնող գործոն։ ԴՆԹ-ի կոմպակտացման բոլոր մնացած մակարդակները կապված են 30 նանոմետրանոց ֆիբրիլի հետագա փաթաթվելու բնույթի հետ, որում կարևոր դեր են խաղում ոչ հիստոնային սպիտակուցները։ Ոչ հիստոնային սպիտակուցները կազմում են քրոմատինի բոլոր սպիտակուցների մոտ 20%-ը։ Ոչ հիստոնային սպիտակուցների խմբին են պատկանում քրոմատինի կամ քրոմոսոմների հետ անջատվող բոլոր սպիտակուցները, բացառությամբ հիստոնների։ Դա սպիտակուցների հավաքական խումբ է, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես ընդհանուր հատկություններով, այնպես էլ ֆունկցիոնալ նշանակությամբ։ Ոչ հիստոնային սպիտակուցների մոտ 80%-ը պատկանում է կորիզային մատրիքսի սպիտակուցներին։ Կորիզային մատրիքսին են պատկանում կորիզաթաղանթի լամինը և ներքին կորիզային մատրիքսը, ինտերքրոմատինային ցանցը, կորիզակի մատրիքսը։ Ոչ հիստոնային սպիտակուցների ֆրակցիային են պատկանում մոտ 450 անհատական սպիտակուցներ, որոնք ունեն տարբեր մոլեկուլային զանգվածներ։ Այս սպիտակուցներն իրենց հատկություններով և գործառական բեռնվածությամբ շատ տարբեր են, բավարար ուսումնասիրված չեն և այդ պատճառով նրանց դասակարգումը դժվարացած է։ Առավել մանրամասն են ուսումնասիրված բարձր շարժունակության խմբի ոչ հիստոնային սպիտակուցները։ Հայտնի է HMG սպիտակուցների 4 հիմնական տեսակ, որոնք ունեն ցածր մոլեկուլային զանգված։ Ոչ հիստոնային սպիտակուցների թվում այս խումբը քանակապես գերակշռում է և առավել հաճախ հանդիպում է ակտիվ քրոմատինում։ Քրոմատինի կոմպակտացման երրորդ մակարդակը ԴՆԹ-ի հանգուցային դոմեյններն են, որոնց գոյությունը կապված է ոչ հիստոնային սպիտակուցների հետ։ Այս դեպքում սպეციფიկ սպիտակուցները կապվում են ԴՆԹ-ի հատուկ հատվածների հետ, որոնք այդ մասերում առաջացնում են խոշոր օղակներ կամ դոմեյններ։ Այսպիսով, ԴՆԹ-ի կոմպակտացման բարձր մակարդակները կապված են ոչ թե նրա լրացուցիչ պարուրման, այլ ինտերֆազային կամ միտոտիկ քրոմոսոմի երկայնքով լայնակի հանգուցավոր կառույցի առաջացման հետ։ Քրոմատինի դոմեյնային կազմավորումը կարելի է ուսումնասիրել էլեկտրոնային մանրադիտակի միջոցով, եթե տեղադրել կորիզները կամ քրոմոսոմները աղային լուծույթների մեջ երկվալենտային կատիոնների ցածր կոնցենտրացիաների առկայությամբ։ Այդպիսի պայմաններում քրոմատինը պահպանում է իր բնական քիմիական կառուցվածքը, սակայն նշանակալի չափով փոխրեցվում է և ներկայանում է 30 նանոմետր ստանդարտ ֆիբրիլներով։ Ընդ որում, որոշ հատվածներում կոնդենսացած քրոմատինն առաջացնում է վարդակավոր գոյացություններ, որոնք բաղկացած են 30 նանոմետր ֆիբրիլի բազմաթիվ ընդհանուր հոծ կենտրոնում միացած հանգույցներից։ Քրոմատինի ֆիբրիլների այդպիսի հանգուցավոր վարդակները կոչվում են քրոմոմերներ։ Նրանց միջին չափը կազմում է 100-ից 150 նանոմետր։ Մեկ վարդակում հանգույցների քանակը կարող է կազմել 15-ից 80-ը, իսկ ԴՆԹ-ի քանակը կարող է հասնել 200,000 զույգ նուկլեոտիդի։ Պրոտեինազներով վարդակների մշակման դեպքում նրա կենտրոնի հոծ հատվածն անհետանում է, իսկ ԴՆԹ-ի հանգույցները բացվում են։ Քրոմոմերները բացահայտվում են ամենատարբեր օբյեկտների, բույսերի, կենդանիների միաբջջային
միաբջիջների կորիզներում։ Կարելի է նկատել, որ նկարում պատկերված յուրաքանչյուր քրոմոմեր բաղկացած է մի քանի հանգույցներից, որոնք պարունակում են նուկլեոսոմներ։ Հանգույցները միացված են մեկ կենտրոնում։ Համարվում է, որ քրոմատինի կառուցվածքային կազմավորման նկարագրված երրորդ մակարդակը հանգեցնում է ԴՆԹ-ի 600 անգամանոց կոմպակտացմանը։ Առանձին հանգուցային դոմենի չափը համընկնում է միջին ռեպլիկոնի չափերի հետ և կարող է համապատասխանել մեկ կամ մի քանի գեների։ Քրոմատինի նկարագրված հանգուցային դոմենային կառուցվածքը ոչ միայն ապահովում է քրոմատինի կոմպակտացումը, այլև կազմավորում է քրոմոսոմների գործառական միավորները, ռեպլիկոնները և տրանսկրիպցիայի մասնակցող գեները։ Քրոմատինի կոմպակտացման առավել բարձր մակարդակներն են քրոմոնեմային և քրոմատիդային մակարդակները։ Քրոմոնեման թելանման գոյացություն է 0,1-ից 0,3 միկրոմետր հաստությամբ, որում գծային կարգով իրար խիստ մոտեցած քրոմոմերներն առաջացնում են թելանման կառուցվածք։ Բնական պայմաններում վերջինս կարելի է նկատել քրոմոսոմների կոնդենսացման նախնական փուլերում՝ միտոզի պրոֆազում և քրոմոսոմների դեկոնդենսացման ժամանակ՝ թելոֆազում։ Քրոմոնեմները բացահայտվել են թե բույսերի և թե կենդանիների բջիջներում։ Քրոմոնեմայի հետագա որոշակի ձևով փաթաթվելու, կոմպակտանալու արդյունքում առաջանում է վերջին քրոմատիդային մակարդակը։ Քրոմատինի կոմպակտացման տարբեր մակարդակներն ամփոփված են ստորեբերված գծապատկերում։ Միտոտի քրոմոսոմների ձևաբանությունը ուսումնասիրվել է միտոզի մետաֆազում, երբ նրանք առավելագույն չափով պարուրված են։ Բոլոր էուկարիոտ բջիջների քրոմոսոմները բաղկացած են 3 հիմնական բաղադրամասերից՝ քրոմոսոմի մարմնից կամ ուսից, ցենտրոմերից և թելոմերային ծայրային հատվածից։ Բույսերի և կենդանիների քրոմոսոմները տարբեր երկարության ձողիկաձև մարմնիկներ են, սովորաբար բաղկացած են 2 ուսերից, որոնք միացած են ցենտրոմերի շրջանում։ Այդ հատվածը կոչվում է առաջնային սեղմվածք։ Քրոմոսոմի 2 ուսերն ավարտվում են թելոմերներով։ Եթե ուսերը հավասար են կամ գրեթե հավասար, ապա քրոմոսոմը կոչվում է մետացենտրիկ, եթե անհավասար են՝ սուբմետացենտրիկ, իսկ եթե ուսերից մեկը շատ կարճ է՝ ակրոցենտրիկ։ Տելոցենտրիկ է կոչվում այն քրոմոսոմը, որը բաղկացած է միայն մեկ ուսից, ընդ որում այս դեպքում ցենտրոմերը տեղայնացած է ծայրային հատվածում։ Առաջնային սեղմվածքի շրջանում տեղայնացած է կինետոխորը, սկավառակաձև թիթեղային կառուցվածքային տարրը։ Սեղմվածքի շրջանում այն բարակ ֆիբրիլներով կապված է քրոմոսոմի մարմնի հետ։ Միտոզի ժամանակ կինետոխորին է մոտենում բաժանման ելիքի միկրոխողովակները, որոնք մասնակցում են քրոմոսոմների տարրամիտմանը բջջի հակադիր բևեռներ։ Հայտնի է, որ կինետոխորը հանդիսանում է տուբուլինների պոլիմերացման կենտրոններից մեկը։ Սովորաբար յուրաքանչյուր քրոմոսոմ միայն մեկ ցենտրոմեր ունի, սակայն հանդիպում են նաև դիցենտրիկ և պոլիցենտրիկ քրոմոսոմներ։ Առաջնային սեղմվածքի շրջանում է գտնվում հատուկ ցենտրոմերային սատելիտային ԴՆԹ-ն, որը տարբերվում է նուկլեոտիդային հաջորդականությունների կրկնողության բարձր մակարդակով։ Որոշ քրոմոսոմներ ունեն երկրորդային սեղմվածք, որը սովորաբար գտնվում է քրոմոսոմի դիստալ ծայրում և անջատում է քրոմոսոմի մի փոքրիկ ուղեկից կոչվող հատվածը։ Երկրորդային սեղմվածքն անվանում են նաև կորիզակի կազմավորող, քանի որ հենց այս հատվածներում է ինտերֆազում տեղի ունենում կորիզակի առաջացումը։ Հենց այստեղ է տեղայնացած այն ԴՆԹ-ն, որը պատասխանատու է ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար։ Նշված ԴՆԹ-ն ունի նուկլեոտիդների չափավոր կրկնվող հաջորդականություններ։ Մարդու քրոմոսոմներում կորիզակի կազմավորողները գտնվում են կարճ ուսերում, ցենտրոմերներին կից տեղամասերում։ Քրոմոսոմների ուսերն ավարտվում են թելոմերներով։ Դրանք քրոմոսոմի ծայրամասային հատվածներն են, որտեղ ևս հաճախ դիտվում են կրկնվող նուկլեոտիդային հաջորդականություններ։ Քրոմոսոմների թելոմերային ծայրերն ունակ չեն միանալու այլ քրոմոսոմների կամ նրանց ֆրագմենտների հետ, ի տարբերություն քրոմոսոմի այն ծայրերի, որոնք զուրկ են թելոմերներից և կարող է միանալ այլ քրոմոսոմների նմանատիպ պատեռված ծայրերին։ Թելոմերներում տեղայնացած է հատուկ թելոմերային ԴՆԹ-ն, որը ԴՆԹ-ի սինթեզի գործընթացում պաշտպանում է քրոմոսոմը կարճանալուց։ Քրոմոսոմների երկարությունը տատանվում է 0,2-ից 50 միկրոմետրի սահմաններում։ Ամենամանր քրոմոսոմները հայտնաբերվել են որոշ միաբջիջների սնկերի, ջրիմուռների, կտավատի, ծովային ճլախոտի մոտ։ Առավել երկար են որոշ միջատների, երկենցաղների, շոշանազգիների քրոմոսոմները։ Մարդու քրոմոսոմների երկարությունը տատանվում է 1,5-ից 10 միկրոմետրի սահմաններում։ Նշանակալի չափով տատանվում է նաև տարբեր օբյեկտների քրոմոսոմների քանակը, սակայն այն մշտական է յուրաքանչյուր տեսակի համար։ Օրինակ, որոշ ռադիոլիարիաների քրոմոսոմների քանակը հասնում է 1000-ից 1600-ի։ Բույսերից քրոմոսոմների ամենամեծ քանակով աչքի են ընկնում պտեր իժալեզուն՝ մոտ 500 քրոմոսոմ, թթենին 308 քրոմոսոմ։ Գետի խեցգետնի բջիջները կրում են 196 քրոմոսոմ, իսկ ասկարիդների ռասաներից մեկի դիպլոիդ հավաքակազմը ընդամենը 2-ը։ Քրոմոսոմների քանակի, չափերի և մորֆոլոգիայի ամբողջությունը կոչվում է տեսակի կարիոտիպ։
Անգամ շատ մոտ տեսակների կարիոտիպերը տարբերվում են կամ քրոմոսոմների քանակով, կամ գոնե մեկ կամ մի քանի քրոմոսոմների չափերով, կամ քրոմոսոմների ձևով և կառուցվածքով։ Տվյալ տեսակի կարիոտիպի կառուցվածքը կախված չէ ոչ բջիջների տեսակից, ոչ կենդանու կամ բույսի տարիքից։ Մեկ տեսակի առանձնյակների բոլոր բջիջներն ունեն նույն քրոմոսոմային հավաքակազմը։ Պարզ ձևաբանական վերլուծությունը կարող է պարզորոշ բացահայտել անգամ ազգակցորեն մոտ տեսակների կարիոտիպերի տարբերությունները։ Հետևաբար, կարիոտիպը կարգաբանական հատկություն է, որն առավել հաճախ է օգտագործվում բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ։ Գիտնական Կասպերսոնի կողմից մշակվել է քրոմոսոմների դիֆերենցիալ ներկման մեթոդը, որն առաջ է բերում տվյալ քրոմոսոմին բնորոշ և նրա երկայնքով դասավորված բծերի պատկեր։ Ֆլուորեսցենտային մանրադիտակի ներքո քրոմոսոմում երևում են լայնակի դասավորված փայլող շերտեր, որոնց դասավորությունը սպეციფიկ է յուրաքանչյուր քրոմոսոմի համար։ Կախված ներկման մեթոդից կարելի է ստանալ մերձ ցենտրոմերային հատվածների սպეციფიկ ներկում կամ տարբեր շերտեր քրոմոսոմների ուսերում կամ թելոմերներում, որոնք ևս սպეციფიկ են։ Առաջացող բծերի պատկերը հավանաբար կապված է քրոմոսոմների տարբեր հատվածների արհեստական դեկոնդենսացման տարբերությունների հետ։ Չնայած այսպիսի սպეციფიկ ներկման մոլեկուլային մեխանիզմների միջև վերջ բացահայտված չեն, սակայն դիտարկումները ցույց են տվել, որ ընտրողական ներկումը կապված է հետերոքրոմատինի տեղայնացման հետ, որի ԴՆԹ-ն հարուստ է I և T հիմքերով։ Դիֆերենցիալ ներկումից հետո կարգաբանական առումով մոտ տեսակների քրոմոսոմները կարելի է համեմատել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի լայնակի շերտերի իրեն բնորոշ քանակը և դասավորության պատկերը։ Այս եղանակով բացահայտվում են տարբերությունների բազմաթիվ մանրամասներ։ Դիֆերենցիալ ներկումը թույլ է տվել մանրազնին ուսումնասիրել մարդու քրոմոսոմների կառուցվածքը։ Ներկման սովորական մեթոդների դեպքում մարդու 46 քրոմոսոմներից բաղկացած հավաքակազմը ընդունված է բաժանել 7 խմբի, ըստ իրենց չափերի, ընդ որում, եթե այս դեպքում հեշտ է տարբերակել խոշոր 1-2 քրոմոսոմները, մանրերից 19-րդ և 20-րդ մետացենտրիկ քրոմոսոմներն են առաջին, երկրորդ, երրորդ, ակրոցենտրիկ տիպից 13-րդ, 14-րդ և 15-րդը, ապա որոշակի խմբի ներսում դժվար է մեկ քրոմոսոմը տարբերակել մյուսից։ Այսպես, C խմբում 6-րդ և 7-րդ քրոմոսոմները նման են իրար, ինչպես և X քրոմոսոմին։ Դիֆերենցիալ ներկումը թույլ է տալիս հստակ տարբերակել քրոմոսոմները միմյանցից։ Ինտերֆազային կորիզում ապապավորված քրոմոսոմները դասավորված են խիստ կանոնակարգված ձևով։ Տարածական այդպիսի տեղայնացումն առաջին հերթին անհրաժեշտ է քրոմատինի ռեպլիկացիայի և տրանսկրիպցիայի գործընթացների խիստ հերթական և կանոնակարգ բնույթն ապահովելու համար։ Կարելի է ենթադրել, որ պետք է գոյություն ունենա ներկորիզային կմախքային համակարգ, որը բոլոր կորիզային բաղադրամասերի քրոմատինի կորիզայքի կորիզաթաղանթի միավորող հենքը հանդիսանա։ Այդպիսի դեր է կատարում սպիտակուցային կորիզային մատրիքսը։ Վերջինս հստակ մորֆոլոգիական կառուցվածքային տարր չէ, այն բացահայտվում է որպես առանձին մորֆոլոգիական հետերոգեն բաղադրամաս։ Երբ կորիզներից էքստրակցիայի եղանակով անջատվում են քրոմատինի բոլոր հատվածները, ռնաթեին հիմնական զանգվածը և կորիզաթաղանթի լիպոպրոտեիդները, ընդ որում այդ գործընթացում կորիզը չի կորցնում իր ընդհանուր ձևաբանությունը, այլ մնում է որպես սֆերիկ կառուցվածք, որում պահպանվում է նրա հենքը՝ կորիզային կմախքը։ 20-րդ դարի 70-ականներին առաջարկվեց կորիզային մատրիքս եզրը, որով նշվում էին տարբեր լուծույթներով կորիզների հերթական էքստրակցիաների արդյունքում ստացված կորիզի մնացորդային կառուցվածքային տարրերը։ Կորիզային սպիտակուցային մատրիքսի վերջնական ֆրակցիան բաղկացած է ոչ հիստոնային սպիտակուցներից 98%, ԴՆԹ-ից 0,1%, ՌՆԹ-ից 1,2%, ֆոսֆոլիպիդներից 1,1%։ Ընդ որում, տարբեր օբյեկտների կորիզային մատրիքսներն ունեն նման քիմիական բաղադրություն։ Կորիզային մատրիքսը բաղկացած է 3 բաղադրամասերից՝ պերիֆերիկ սպիտակուցային ցանցավոր շերտից, լամինից, ներքին կամ ինտերքրոմատինային ցանցից և մնացորդային կորիզակից։ Լամինը բարակ ֆիբրոզային շերտ է, որը գտնվում է անմիջապես կորիզաթաղանթի ներքին մեմբրանի տակ։ Ֆիբրոզային շերտի կազմության մեջ են մտնում նաև կորիզային ծակոտիների համալիրները։ Հաճախ կորիզային մատրիքսի այդ բաղադրիչը անվանում են ծակոտիների կոմպլեքս լամին ֆրակցիա։ Ինտակտ որևիցե կոնտակտի մեջ չներգրավված բջիջներում և կորիզներում լամինը մորֆոլոգիապես չի բացահայտվում, քանի որ նրանք կիպ ձևով հարում են պերիֆերիկ քրոմատինի շերտը։ Միայն երբեմն հաջողվում է տեսնել նրան բարակ 10-ից 20 նանոմետրանոց ֆիբրոզային շերտի ձևով, որը գտնվում է կորիզաթաղանթի ներքին մեմբրանի և քրոմատինի պերիֆերիկ շերտի արանքում։ Լամինի կառուցվածքային դերը շատ մեծ է, այն առաջացնում է համատարած ֆիբրոզային սպիտակուցային շերտ կորիզի ծայրամասով, որը բավարար է կորիզի ձևաբանական ամբողջականության պահպանման համար։ Եթե անգամ հեռացնեն կորիզաթաղանթի երկու մեմբրանները, միանգամից կորիզը չի տրոհվի։
Ներկորիզային հենքը իրենից ներկայացնում է փոքր ֆիբրոզային ցանց, որը տեղայնացած է քրոմատինի հատվածների արանքներում։ Հաճախ այս սպունգաձև ցանցի մեջ ներառված են ռիբոնուկլեինապրոտեինային բնույթի տարբեր գրանուլներ։ Մնացորդային կորիզակը հոծ կառուցվածքային տարր է, որն իր ձևով կրկնում է կորիզակի ձևը։ Այն բաղկացած է կիպ ձևով դասավորված ֆիբրիլներից։ Կորիզային մատրիքսի բաղադրամասերն աչքի են ընկնում դինամիկ շարժունությամբ և կարող են փոփոխվել կախված բնական կամ չվնասված կորիզների ֆունկցիոնալ առանձնահատկություններից։ Օրինակ, հավերի հասուն էրիթրոցիտներում ողջ գենոմը գտնվում է ոչ ակտիվ վիճակում և քրոմատինը տեղայնացած է առավելապես կորիզի պերիֆերիկ հատվածում։ Այս դեպքում ներքին մատրիքսը չի բացահայտվում, այլ միայն լամինը և ծակոտիները, մինչդեռ հավի 5 օրական էմբրիոնի էրիթրոցիտներում, որոնց կորիզներն ակտիվ են տրանսպիրացիայի առումով, ներքին մատրիքսի տարրերը հստակ արտահայտված են։ Ֆիբրոզային շերտին բնորոշ են 3 սպիտակուցներ՝ A, B, C լամինները։ A և C լամինները մոտ են իրենց պեպտիդային կազմով և իմունոգլոբուլյական բնութագրով։ B լամինը տարբերվում է նրանով, որ լիպոպրոտեիդ է և այդ պատճառով ավելի ամուր ձևով է կապվում կորիզաթաղանթի։ B լամինը մեմբրաների հետ կապի մեջ է մտնում անգամ միտոզի ժամանակ, այն դեպքում, երբ ֆիբրոզային շերտի քայքայման գործընթացում A և C լամիններն ազատվում են և դիֆուզ ձևով բաշխում են բջջում։ Պարզվել է, որ ամինաթթվային կազմով լամինները մոտ է միջանկյալ ֆիլամենտներին, որոնք ցիտոկոմաղքի կազմի մեջ են մտնում։ Հաճախ անջատված կորիզների ֆրակցիան նշանակալի քանակությամբ միջանկյալ ֆիլամենտներ է պարունակում, որոնք մնում են կապված կորիզի պերիֆերիկ հատվածների հետ անգամ կորիզային թաղանթների հեռացնելուց հետո։ Ի տարբերություն միջանկյալ ֆիլամենտների, պոլիմերացման դեպքում լամինները չեն առաջացնում թելանման կառուցվածքային տարրեր, այլ կազմավորում են համատարած վանդակավոր հատվածներ անմիջապես կորիզաթաղանթի տակ, որոնք կարող են քանդվել լամինների ֆոսֆորիլացման դեպքում և նորից պոլիմերանալ նրանց դեֆոսֆորիլացման պարագայում։ Նկարագրված ապահովում է ինչպես լամինների շերտի, այնպես էլ ողջ կորիզաթաղանթի դինամիկ շարժունությունը։ Կորիզի կարևորագույն գործառույթներից է գենետիկական տեղեկատվության իրականացումը տարբեր ՌՆԹ-ների սինթեզի ձևով։ Այդ ՌՆԹ-ները կամ սպիտակուցի սինթեզի համար մատրից են ծառայում կամ մասնակցում են սպիտակուցային սինթեզի ապարատի առաջացմանը։ Էուկարիոտ բջիջներում հանդիպում են 5 տիպի ՌՆԹ-ներ՝ ինֆորմացիոն, ռիբոսոմային, փոխադրական, փոքր կորիզային և միտոքոնդրիումային ՌՆԹ-ներ։ Տեղեկատվական կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ները, որոնք չափազանց տարբեր են իրենց չափերով և նուկլեոտիդային հերթականություններով, ամենաանկայունն են կյանքի տևողության առումով։ Նրանք սինթեզվում են մեծ քանակներով և արագ քայքայվում են, ինչն ապահովում է բջջի ֆունկցիոնալ ակտիվությունների հերթափոխումը։ Կապված նրանց արագ փոխարինման հետ, ինֆորմացիոն ՌՆԹ-ների ընդհանուր քանակը համեմատաբար փոքր է, ընդամենը բջջի բոլոր ՌՆԹ-ների զանգվածի 10%-ը։ Այդ ՌՆԹ-ները սինթեզվում են ՌՆԹ պոլիմերազ երկրորդ ֆերմենտի մասնակցությամբ, որը կարող է ստեղծել ՌՆԹ-ի առաջնային պատճենը սպիտակուցի կառուցվածքը կոդավորող ցանկացած գենից։ Այդ առաջնային տրանսկրիպտների հետագա հասունացումը, նրանց նշանակալի չափով կարճացումը և վերակառուցումը կամ սփլայսինգը տեղի է ունենում հատուկ ռիբոնուկլեոպրոտեիդային մասնիկների միջոցով, որոնք պարունակում են փոքր կորիզային ՌՆԹ-ներ։ Փոքր կորիզային ՌՆԹ-ներն իրենց հերթին սինթեզվում են այդ նույն ֆերմենտի միջոցով։ Նրանց քանակը բջջում կազմում է ընդամենը 5%, սակայն նրանք ավելի կայուն են և երկարակյաց։ Փոքր կորիզային ՌՆԹ-ներին են պատկանում ՌՆԹ-ների մի ամբողջ հետերոգեն խումբ, որը մտնում է փոքր ռիբոնուկլեիդապրոտեինների մասնիկների կազմի մեջ, ինչպիսիք են SRP-ն, թելոմերազը, սպլայսոսոմները և այլն։ Բոլոր մնացած բջջային ՌՆԹ-ներն անհրաժեշտ են սպիտակուցային սինթեզի ապարատի ստեղծման համար։ Ռիբոսոմային ՌՆԹ-ները սինթեզվում են ՌՆԹ պոլիմերազ առաջինի միջոցով։ Նրանք իրենցից ներկայացնում են բջջային ՌՆԹ-ների հիմնական զանգվածը և համեմատաբար կայուն են։ Ռիբոսոմային ՌՆԹ-ներից մեկը 5 սեդիմենտացիա ՌՆԹ-ն, ինչպես և 20 փոխադրական ՌՆԹ-ները, որոնք ևս կայուն են, սինթեզվում են ՌՆԹ պոլիմերազ երրորդի միջոցով։ Միտոքոնդրիալ ՌՆԹ-ն սինթեզվում է կորիզում սինթեզվող ՌՆԹ-ից անկախ միտոքոնդրիումներում։ Գենետիկական տեղեկատվության իրականացումը, որն արտահայտվում է ՌՆԹ-ի տարբեր մոլեկուլների սինթեզում, պետք է կապված լինի կորիզի բաղադրամասերի ձևաբանության փոփոխության հետ։ Միտոքոնդրիալ ՌՆԹ-ն սինթեզվում է կորիզում սինթեզվող ՌՆԹ-ից անկախ միտոքոնդրիումներում։ Գենետիկական տեղեկատվության իրականացումը, որն արտահայտվում է ՌՆԹ-ի տարբեր մոլեկուլների սինթեզում, պետք է կապված լինի կորիզի բաղադրամասերի ձևաբանության փոփոխության հետ։ Կորիզային տրանսկրիպցիայի ակտիվացումը միշտ կապված է քրոմատինի դեկոնդենսացման, կորիզակների ծավալի մեծացման, նրանց բազոֆիլայի ավելացման հետ, այսինքն նրանցում ՌՆԹ-ների քանակի աճի հետ։ Դեկոնդենսացած ինտերֆազային քրոմոսոմների ահռելի գծիկում չափազանց դժվար է հետևել անհատական
գենետիկական գենի աշխատանքին։ Համեմատաբար ավելի դյուրին է պարզաբանել այդ հարցը գենոմում բազմակի անգամներ կրկնվող գեների օրինակով։ Այդպիսի գեների թվին են պատկանում ռիբոսոմային ՌՆԹ-ի գեները, որոնք մտնում են ինտերֆազային կորիզակների կազմության մեջ։ Կորիզակների հիմնական գործառույթը ռիբոսոմների սինթեզն է։ Հետազոտելով կորիզակների գերնուր կառուցվածքը և ռիբոսոմային ՌՆԹ-ների սինթեզի ձևաբանության առանձնահատկությունները, առաջին անգամ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով հաջողվել է վիզուալիզացնել աշխատող գենը։ Ինտերֆազային կորիզներում, ինչպես վիտալ դիտարկումների դեպքում, այնպես էլ ֆիքսված և ներկված պատրաստուկներում երևում են մանր սովորաբար գնդաձև մարմնիկներ, կորիզակներ։ Առաջին անգամ կորիզակները նկարագրվել են 1774 թվականին Ֆոնտանայի կողմից։ Կենդանի բջիջներում նրանք առանձնանում են դիֆուզիային կերպով կազմավորված քրոմատինի ֆոնի վրա իրենց լույսը բեկելու հատկության հետևանքով, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ կորիզակները բջջի առավել հոսք կառուցվածքային տարրերն են։ Կորիզակները փոքր բացառությամբ բացահայտվում են բոլոր էուկարիոտ բջիջների կորիզներում։ Բջջային ցիկլում կորիզակն առկա է ողջ ինտերֆազի ընթացքում։ Պրոֆազում քրոմոսոմների կոմպակտացմանը զուգընթաց կորիզակն աստիճանաբար անհետանում է և բացակայում է մետաֆազում և անաֆազում, նորից հայտնվելով թելոֆազի միջնամասում և պահպանվելով ընդհուպ մինչև հաջորդ միտոզը կամ բջջի մահը։ 20-րդ դարի 30-ականների մի շարք գիտնականներ ցույց տվեցին, որ կորիզակների առաջացումը կապված է հատուկ կորիզակ առաջացնող քրոմոսոմների որոշակի գոտիների հետ։ Այդ գոտիներն անվանեցին կորիզակի կազմավորողներ, իսկ կորիզակները համարվեցին քրոմոսոմային ակտիվության կառուցվածքային արտահայտում։ Ավելի ուշ 40-ականներին բացահայտվեց, որ կորիզակները պարունակում են ՌՆԹ։ Հասկանալի դարձավ նրանց բազոֆիլ հատկությունը։ Կենսաքիմիական և ցիտոքիմիական տվյալների համաձայն կորիզակի հիմնական բաղադրամասը սպիտակուցն է, որի չափաբաժինը կազմում է նրա չորքաշի 70-ից 80%-ը։ Սպիտակուցի նման մեծ պարունակությունը պայմանավորում է կորիզակների մեծ խտությունը։ Բացի սպիտակուցից, կորիզակի կազմում բացահայտվել են նուկլեինային թթուներ՝ ՌՆԹ 5-ից 14% և ԴՆԹ 2-ից 12%։ Արդեն 50-ականներին կորիզակների գերնուր կառուցվածքում բացահայտվեցին ռիբոնուկլեոպրոտեիդային բնույթի գրանուլներ, որոնք իրենց հատկություններով նման էին ռիբոսոմներին։ Կորիզակի հետազոտման հաջորդ փուլում բացահայտվեց այն փաստը, որ կորիզակի կազմավորողը ռիբոսոմային ՌՆԹ-ների գեների զետեղարանն է։ Բացառությունների թվին են պատկանում տրոհվող ձվերի բջիջները, որոնցում կորիզակները բացակայում են էմբրիոգենեզի վաղ փուլերում, կամ այն բջիջները, որոնք անդառնալիորեն մասնագիտացել են ինչպես արյան որոշ բջիջներ։ Մնացած դեպքերում բջիջներում հայտնաբերվում են 1-ից 5 կորիզակներ, ընդ որում նրանց քանակը խիստ մշտական չէ, անգամ բջիջների նույն տեսակի մոտ։ Աճող օոցիտներում կորիզակների քանակը կարող է հասնել մի քանի հարյուրի, ինչը երկու կարգով ավելի է, քան հարևան սոմատիկ բջիջներում։ Սա այսպես կոչված կորիզակների ամպլիֆիկացումն է։ Դեռևս 30-ականներին ենթադրություններ արվել այն մասին, որ կորիզակների քանակը կախված է կորիզակների կազմավորողների քանակից, որոնց վրա միտոզի թելոֆազում տեղի է ունենում կորիզակների նորագոյացումը։ Առավել հաճախ կորիզակների կազմավորողները տեղայնացած են քրոմոսոմների երկրորդային սեղմվածքներում, առաջացնում են քրոմոսոմների երկրորդային սեղմվածքները։ Օրինակ, մարդու կորիզակների կազմավորողները գտնվում են 13-րդ, 14-րդ, 15-րդ, 21-րդ և 22-րդ քրոմոսոմների կարճ ուսերում, թվով 10 են դիպլոիդ հավաքակազմի հաշվով։ Կաթնասունների կարիոտիպում որպես կանոն առկա է մի քանի կորիզակ առաջացնող քրոմոսոմներ դիպլոիդ հավաքակազմի հաշվով։ Կատվի և խոզի դեպքում այդ թիվը կազմում է 2-ը, մկան մոտ 4-ը, կովի մոտ 8-ը։ Սառնարյուն ողնաշարավորները և թռչունները սովորաբար ունեն միայն մեկ զույգ կորիզակ առաջացնող քրոմոսոմներ։ Տարբեր բջիջներում կորիզակների առավելագույն քանակը որոշվում է կորիզակների կազմավորողների քանակով և աճում է կորիզի պլոիդությանը համապատասխան։ Խոշոր պոլիպլոիդային կորիզներում կորիզակների քանակը միշտ ավելի մեծ է։ Այս ընդհանուր կանոնը հաստատվում է կորիզակների կազմավորողների տարբեր քանակ պարունակող մուտանտ առանձնյակների ուսումնասիրությամբ։ Օրինակ, խթանավոր գորտի դիպլոիդ բջջում բնականon վիճակում առկա են 2 կորիզակ առաջացնող քրոմոսոմներ և համապատասխանաբար 1-ից 2 կորիզակներ։ Հետերոզիգոտ առանձնյակի մոտ, որն ունի 1 կորիզակ առաջացնող քրոմոսոմ, առկա է 1 կորիզակ։ Հոմոզիգոտ մուտանտ թռչունների մոտ, որոնք չունեն կորիզակների կազմավորողներ, կորիզակներ չեն առաջանում և չի սինթեզվում ռիբոսոմային ՌՆԹ-ն։ Նմանատիպ արդյունքներ են ստացվել 0-ից 4 կորիզակ առաջացնող քրոմոսոմներ ունեցող դրոզոֆիլների ուսումնասիրություններում։ Կորիզակների կազմավորողների տեղայնացումը միտոտիկ քրոմոսոմների վրա որոշվում է բավականին մեծ ճշգրտությամբ, արծաթե աղերով, ներկման միջոցով, որոնք սպეციფիկ կասկածություն են ցուցաբերում կորիզակի որոշ սպիտակուցների հանդեպ։ Ավելի ճշգրիտ է կորիզակների կազմավորողների որոշումը in situ, այսինքն տեղում մոլեկուլային հիբրիդազացման մեթոդով։
Օրինակ, տրիտիումով նշագրված ռիբոսոմային ՌՆԹ միտոտիկ քրոմոսոմների պատրաստողում դենատուրացման ենթարկված ԴՆԹ-ի հետ կոնտակտի ժամանակ առաջացնում է ԴՆԹ ռիբոսոմային ՌՆԹ հիբրիդը միայնային հատվածներում, որտեղ կան ռիբոսոմային ՌՆԹ-ին կոմպլեմենտար ԴՆԹ-ի հաջորդականություններ։ Առավել հաճախ բջիջներում կորիզակների քանակն ավելի քիչ է, քան կորիզակների կազմավորողների քանակը։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ կորիզակների նորագոյացման ժամանակ վերջինները կարող են միաձուլվել միմյանց հետ, առաջացնելով մեկ ընդհանուր կառույց, այսինքն ինտերֆազային կորիզի ծավալում տարբեր քրոմոսոմների առանձին կորիզակների կազմավորողները կարող են միավորվել, օրինակ մարդու հյուսվածքներում կարող են հանդիպել մեկ կորիզակով բջիջներ։ Դա նշանակում է, որ քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմի կորիզակ առաջացնող 10 հատվածները լոգոսները մտնում են մեկ կորիզակի կազմի մեջ։ Կորիզակների միաձուլումը հաջողությամբ ցույց է տրվել հյուսվածքային կուլտուրայի կենդանի բջիջներում ցեյտրաֆերային տեսանկարահանման միջոցով, որը դանդաղացրած նկարահանման տարատեսակ է։ Բազմաթիվ փորձնական տվյալներ թույլ են տվել եզրակացնել, որ կորիզակի կազմավորողն իրենից ներկայացնում է ոչ թե քրոմոսոմի կետային լոկոս, այլ կառուցված է մի քանի նույն գենային հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կորիզակի առաջացման համար։ Մոլեկուլային հիբրիդացման մեթոդով ցույց է տրվել, որ էուկարիոտների գենոմում ռիբոսոմային գեները ներկայացված են հարյուրավոր և հազարավոր միավորներով։ Դրանք պատկանում են ԴՆԹ-ի չափավոր կրկնվող հերթականությունների ֆրակցիային։ Անգամ բակտերիաների գենոմում կարող են լինել մի քանի 6-ից 7 ողջ գենոմով ցրված նույնանման հերթականություններ, որոնք պատասխանատու են ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար։ Էուկարիոտների ռիբոսոմային գեների քանակը շատ ավելի մեծ է, քան նախակորիզավորներինը։ Օրինակ, մարդու և հավի հապլոիդ հավաքակազմում ռիբոսոմային գեների քանակը կազմում է 200-ը, մկան մոտ 100-ը, կատվի դեպքում 1000-ը, սաղմոնի մոտ 730, նեոցերատոդի մոտ 4800-ը։ Բարձրակարգ բույսերի զլոբու նշված ցուցանիշը կազմում է 2000, իսկ եգիպտացիների դեպքում 8500։ Այսպիսով, կորիզակների կազմավորողներն իրենցից ներկայացնում են պոլիոզոգեն հատվածներ, որոնցում առկա են մեծ թվով նույն գեները։ Ռիբոսոմային գեները հավաքված են խմբերում, կլաստերներում։ Սովորաբար ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների քանակը գենոմում մշտական թիվ է կազմում, այն չի փոփոխվում կախված այդ գեների տրանսկրիպցիայի մակարդակից։ Մետաբոլիզմի բարձր մակարդակ ունեցող բջիջներում ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների քանակը նույնն է, ինչ որ ռիբոսոմների սինթեզը դադարեցրած բջիջներում։ Սինթետիկ փուլում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի գործընթացում տեղի է ունենում նաև ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների քանակի կրկնապատկում, այդ իսկ պատճառով նրանց քանակը կապված է բջջի պլոիդության հետ, սակայն հայտնի են դեպքեր, երբ ռիբոսոմային ՌՆԹ-ի գեները ենթարկվում են լրացուցիչ ռեպլիկացիայի մեծ թվով ռիբոսոմների սինթեզ ապահովելու համար։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների գերսինթեզի արդյունքում նրանց պատճենները կարող են հասնել ազատ վիճակի, դառնալով էքստրաքրոմոսոմային։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների արտաքրոմոսոմային պատճենները կարող են գործել անկախ ձևով, ինչի արդյունքում առաջանում են մեծ թվով ազատ կորիզակներ, որոնք կառուցվածքայինորեն կապված չեն կորիզակ առաջացնող քրոմոսոմների հետ։ Այս երևույթը կոչվում է ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների ամպլիֆիկացում։ Հատկապես մանրամասն է ուսումնասիրվել նշված երևույթը երկկենցաղների աճող օոցիտներում, չնայած հանդիպում է ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի մոտ։ Այսպես, Քսենոպուսլաևիս գորտի ռիբոսոմային ԴՆԹ-ի ամպլիֆիկացումը տեղի է ունենում հասունացման բաժանման պրոֆազ առաջինում, երբ քրոմոսոմային ԴՆԹ-ի սինթեզը վաղուց ավարտված է։ Այդ դեպքում ամպլիֆիկացված ռիբոսոմային ԴՆԹ-ի քանակը կամ ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների քանակը 3000 անգամ գերազանցում է այն քանակին, որը բաժին է ընկնում ռիբոսոմային ԴՆԹ-ի հապլոիդ վիճակի և համապատասխանում է ռիբոսոմային ՌՆԹ-ի 1,5 անգամ 16 աստիճան գեների։ Այդ գերքանակի արտաքրոմոսոմային պատճեններն էլ հենց առաջացնում են աճող օոցիտների հարյուրավոր լրացուցիչ կորիզակներ։ Ընդհանուր առմամբ, մեկ լրացուցիչ կորիզակին բաժին է ընկնում ռիբոսոմային ՌՆԹ-ի մի քանի 100 կամ 1000 գեներ։ Ամպլիֆիկացված կորիզակները հանդիպում են ներմիջակների օոցիտներում։ Օոցիտների աճի ընթացքում մեծ քանակի էքստրաքրոմոսոմային կորիզակների առաջացման կենսաբանական նշանակությունը ակնհայտ է։ Էմբրիոգենեզի վաղ փուլերում օգտագործվող պաշարային նյութերի ահռելի քանակի սինթեզի համար անհրաժեշտ է ռիբոսոմների նույնպիսի մեծ քանակ։ Վերջինները կարող են սինթեզվել այդ բազմաթիվ ամպլիֆիկացված կորիզակների լրացուցիչ մատրիցների վրա։ Օոցիտի հասունացման շրջանից հետո այդ լրացուցիչ կորիզակները դեգրեդացվում են։ Հետևաբար, օոցիտում ռիբոսոմային ԴՆԹ-ի ամպլիֆիկացումը ժամանակավոր երևույթ է, որը չի ազդում գենոմի հաստատուն բնույթի վրա։
Ինչպես արդեն նշվել է, որոշակի քրոմոսոմների կորիզակի կազմավորողներում տեղայնացած են ռիբոսոմային ՌՆԹ-ի բազմաթիվ միասին խմբավորված գեների հատվածներ։ Բազմաթիվ փորձերի տվյալներ վկայում են այն մասին, որ ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի ժամանակ սկզբում առաջանում է նախորդող հսկա մոլեկուլ՝ 45 սեդիմենտացիայով ՌՆԹ, որը հետագայում սկիզբ է տալիս ռիբոսոմային ՌՆԹ-ի հիմնական մոլեկուլներին։ Պարզվել է, որ 45 սեդիմենտացիայով ՌՆԹ-ի մոլեկուլը պարունակում է մոտ 13 անգամ 13 աշճան հիմքեր, նրա զանգվածը կազմում է մոտ 4,6 անգամ 16 աշճան, իսկ երկարությունը կարող է հասնել 2-ից 5 միկրոմետրի։ 45 սեդիմենտացիայի ՌՆԹ մոլեկուլը տրվում է 28, 18 և 5,8 սեդիմենտացիայի հաստատունով չափերի։ ՌՆԹ հատվածները կոչվում է պրոցեսինգ կամ հասունացում։ Պրոցեսինգի գործընթացում հսկա նախորդողը մասնատվում է 3 հատվածների և բացի դրանից դիտվում է ՌՆԹ-ի նշանակալի դեգրադացում՝ մոտ 50%-ի հասնող, ինչը համապատասխանում է 6000 նուկլեոտիդների։ Պարզվել է նաև, որ 5 սեդիմենտացիա ՌՆԹ մոլեկուլը սինթեզվում է 45 սեդիմենտացիա ՌՆԹ-ից անկախ, և 5 սեդիմենտացիա ՌՆԹ-ի գենի տեղայնացումը կապված չէ կորիզակի կազմավորողի հետ։ Տրիտոնի օոցիտներից ստացված լրացուցիչ կորիզակների հետ փորձերի արդյունքում հաջողվել է էլեկտրոնային մանրադիտակի ներքո ստանալ ստորև բերված պատկերը։ Պատրաստուկի վրա երևում են ԴՆԹ-ի երկար առանցքային մոլեկուլները, որոնց վրա հավասար ընդհատումներով անջատված են եղևնու տեսք ունեցող ֆիբրիլային գոտիները։ ԴՆԹ-ի մոլեկուլի վրա այդպիսի եղևնու հատվածներն ունեն մշտական 5 միկրոմետր երկարություն։ Նշված հատվածում տեղայնացած է մոտ 100 հոծ 20 նանոմետրանոց գրանուլներ, յուրաքանչյուրից ելնում է բարակ թեքվող թելիկ։ Այդպիսի թելիկի չափը նվազագույնն է եղևնու հատվածի մի ծայրում և առավելագույն մյուս ծայրում։ Հենց այդ լատերալ կամ կողային թելիկներն էլ առաջացնում են եղևնի հիշեցնող կառույցը։ Պարզվել է, որ ԴՆԹ-ի թելի խոշոր գրանուլները ՌՆԹ պոլիմերազ առաջինի մոլեկուլներն են։ Այդ ֆերմենտը պատասխանատու է ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար, իսկ կողային թելիկները տրանսկրիպտներն են՝ ՌՆԹ-ի սինթեզված մոլեկուլները։ Ամենաերկար տրանսկրիպտները գտնվում են եղևնու մի ծայրում և համապատասխանում են ռիբոսոմային ՌՆԹ-ի 45 սեդիմենտացիայի նախորդողին։ Հետևաբար, ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզը սկսվում է եղևնու հատվածի կարճ կողային թելիկներով ծայրում և ավարտվում է ՌՆԹ-ի երկար թելիկներով ծայրում։ ԴՆԹ-ի այն հատվածը, որի վրա երևում են ռիբոսոմային ՌՆԹ-ի աստիճանաբար երկարող մոլեկուլները, ստացվել են տրանսկրիպցիոն միավոր անվանումը։ Տրանսկրիպցիոն միավորների արանքներում գտնվում է ՌՆԹ պոլիմերազ առաջինի գրանուլներից և տրանսկրիպտներից զերծ ԴՆԹ-ի հատվածները, որոնք կոչվում են սպեյսերներ։ Սպեյսերները չէին ենթարկվում տրանսկրիպցիայի և ստացվող պրեպարատներում ունեն նուկլեոսոմային կառուցվածք։ Այդպիսի սպեյսերային հատվածների չափերը կարող են տատանվել ինչպես տարբեր տեսակների մոտ, այնպես էլ տվյալ բջջում։ Այսպիսով, ռիբոսոմային գենը բաղկացած է երկու հատվածներից՝ տրանսկրիպցիայի չենթարկվող ԴՆԹ-ի հաջորդականություններից, սպեյսերից և տրանսկրիպցիոն միավորից։ Տրանսկրիպցիոն միավորի կազմի մեջ է մտնում 18, 5,8 և 28 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոսոմային ՌՆԹ-ին համապատասխանող հատվածները, որոնք բաժանված են անջատիչ հատվածներով։ Պարզվել է, որ ռիբոսոմային գեների ընդհանուր կառուցվածքն ունիվերսալ է էուկարիոտների համար։ Ռիբոսոմային գենի նման կառուցվածքը պրակտիկորեն նույնն է բոլոր կորիզավորների համար։ Փոփոխական է միայն սպեյսերային հատվածները և տրանսկրիպցիայի ենթարկվող անջատիչ հատվածները, որոնք չեն մտնում հասուն ռիբոսոմային ՌՆԹ-ի կազմի մեջ։ Ինչ վերաբերում է 5 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ին, ապա այն սինթեզվում է ՌՆԹ պոլիմերազ 3-րդի մասնակցությամբ բոլորովին այլ գեներում, որոնք ոչ միայն տեղայնացած չեն կորիզակի կազմավորողի գոտում, այլև գտնվում են այլ քրոմոսոմներում։ Օրինակ, մարդու մոտ 5 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների հիմնական մասը գտնվում է առաջին քրոմոսոմում, իսկ ավելի փոքր կլաստերները 9 և 16-րդ քրոմոսոմներում։ 5 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ի գեները բազմաքանակ են, կազմում են կլաստերներ, ընդ որում նրանց քանակն ավելի մեծ է, քան ռիբոսոմային ՌՆԹ-ի մյուս գեները։ Այսպես, մարդու 5 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ի գեների քանակը հասնում է 2000-ի, քսենոպուսինը 2400, առնետինը 830, պտղաճանճինը 320։ Այսպիսով, ռիբոսոմային ՌՆԹ-ի տրանսկրիպցիային մասնակցում են երկու ֆերմենտներ՝ ՌՆԹ պոլիմերազ առաջինը, որը մասնակցում է ռիբոսոմային ՌՆԹ-ի 45 սեդիմենտացիայի նախորդողի սինթեզին, և ՌՆԹ պոլիմերազ երրորդը, որը պատասխանատու է 5 սեդիմենտացիա ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար մատրից է ծառայում կորիզակային ԴՆԹ-ն։ 45 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ի ողջ սինթեզը տևում է 5-ից 10 րոպե։ Յուրաքանչյուր տրանսկրիպցիոն միավորի վրա դասավորվում են ՌՆԹ պոլիմերազ առաջինի բազմաթիվ 50-ից 100 մոլեկուլներ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր գենի վրա միանգամից սինթեզվում են նախ ռիբոսոմային ՌՆԹ-ի բազմաթիվ մոլեկուլներ, որոնք պոլինուկլեոտիդային շղթայի կառուցման տարբեր փուլերում են գտնվում։
Իր առավելագույն չափին նախառիբոսոմայի ՌՆԹ-ն հասնում է տերմինալ հատվածում, որտեղ նրա մոլեկուլային զանգվածը կազմում է 4,5 անգամ 16 աշճան դալտոն կաթնասուների դեպքում, իսկ երկարությունը պետք է համապատասխանի 5,2 միկրոմետրի։ Իրականում լատերալ տրանսկրիպտի երկարությունը 5-ից 10 անգամ կարճ է նշված չափից։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ տրանսկրիպտն իր աճին համընթաց անմիջապես կապվում է սպիտակուցների հետ։ Տրանսկրիպցիայի վերջնամասում առաջացնելով 80 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոնուկլեոպրոտեիդ։ Այդպիսի 80 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոնուկլեոպրոտեինները կազմում են կորիզակի բոլոր ռիբոնուկլեոպրոտեինների մինչև 20%-ը։ 45 սեդիմենտացիայով ՌՆԹ-ի հետ կապվող սպիտակուցների մեծ մասն այն սպիտակուցներն են, որոնք մտնում են հասուն ռիբոսոմների մեծ և փոքր ենթամիավորների կազմի մեջ։ Այսպիսով, դեռևս նախառիբոսոմային ՌՆԹ-ի ոչ հասուն հսկա մոլեկուլներում տեղի է ունենում սպეციფիկ կապի հաստատում ռիբոսոմային սպիտակուցների հետ։ Մեծ ենթամիավորի սպիտակուցների 50%-ը և փոքրի 30%-ը կապվում են նախառիբոսոմային ՌՆԹ-ի հետ նրա սինթեզի ընթացքում կամ շուտով դրանից հետո։ 45 սեդիմենտացիայով ՌՆԹ-ի կապը սպիտակուցների հետ հանգեցնում է նրան, որ լատերալ տրանսկրիպտների հաստությունը կազմում է մոտ 10 նանոմետր։ 45 սեդիմենտացիայով ՌՆԹ-ի տրոման ավելի կարճ հատվածների մասնակցում են էնդո և էկզոնուկլեազները։ Պրոցեսինգի հետևանքով սինթեզված մոլեկուլի նուկլեոտիդների մոտավորապես 50%-ը անջատվում է։ Կորիզակում տեղայնանում են ռիբոսոմների հետևյալ հիմնական նախորդողները։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի աճման գործընթացում գտնվող տրանսկրիպտները, 80 սեդիմենտացիայով ռիբոնուկլեոպրոտեիններ, որոնք պարունակում են 45 սեդիմենտացիայով ՌՆԹ-ներ։ Սրանք կարող են կազմել կորիզակի բոլոր ռիբոնուկլեոպրոտեինների 10-ից 20%-ը։ 55 սեդիմենտացիայով ռիբոնուկլեոպրոտեիններ, որոնք մեծ ենթամիավորի նախորդողներն են և կարող են կազմել կորիզակի բոլոր ռիբոնուկլեոպրոտեինների մինչև 70-ից 80%-ը։ Ռիբոսոմի մեծ ենթամիավորի հասունացումը կազմում է մոտ 1 ժամ։ Ռիբոսոմների ոչ հասուն փոքր 40 սեդիմենտացիայով ենթամիավորները, որոնք բավականին արագ 15-ից 30 րոպեում լքում են կորիզակը, ինտենսիվ գործող կորիզակներում ռիբոսոմները սինթեզում են ահռելի քանակներով՝ 1500-ից 3000 հատ րոպեում։ Այդ իսկ պատճառով կորիզակում հաշվարկվում է մոտ 5 անգամ 10-4 աշճան ռիբոսոմների նախորդողներ։ Կորիզակի գերնուր կառուցվածքի մասին տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ։ Պարզվել է, որ ամենատարբեր օբյեկտների կորիզակները կազմված են նույն բաղադրիչներից՝ գրանուլային 15-ից 20 նանոմետր և ֆիբրիլային 3-ից 5 նանոմետր հաստությամբ, որը կորիզակի դիֆուզային մասն է կազմում։ Կորիզակի ֆիբրիլային բաղադրիչը կարող է գրավել նրա կենտրոնական մասը միատարր զանգվածի ձևով կամ ներկայացված լինել մի քանի 3-ից 5 առանձին գոտիներում, օրինակ աքսոլոտլի լյարդում կամ բուսական մերիստեմների կորիզակներում։ Գրանուլային բաղադրիչը սովորաբար գտնվում է կորիզակի ծայրային հատվածներում, սակայն կան դեպքեր, երբ ֆիբրիլային և գրանուլային բաղադրիչները կորիզակում բաշխված են համաչափ։ Կորիզակներում հաճախ առկա են նուկլեոլոնեմներ, կորիզակային թելիկներ 100-ից 200 նանոմետր հաստությամբ, որոնք բաղկացած են 15 նանոմետրանոց գրանուլներից և բազմաթիվ բարակ ֆիբրիլներից՝ առանձին խտացումների ձևով։ Կորիզակի ֆիբրիլային դիֆուզային բաղադրիչն իր կառուցվածքով ևս միատարր չէ։ Պարզվել է, որ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի բոլոր կորիզակներում առկա են ֆիբրիլային կենտրոններ, փոքր էլեկտրոնային խտության ֆիբրիլների կուտակման հատվածներ, որոնք շրջապատված են ավելի մեծ էլեկտրոնային խտությամբ օժտված ֆիբրիլների գոտիով՝ հոծ ֆիբրիլային բաղադրիչով։ Բացի նշվածներից, կորիզակում բացահայտվում է քրոմատինային բաղադրիչը՝ մերձ կորիզակային քրոմատինը, որը հարում է կորիզակին և կարող է շրջապատել նրան։ Հաճախ քրոմատինի ֆիբրիլների 30 նանոմետր հաստությամբ մտնում են նուկլեոլոնոմների արանքները։ Վերջապես, կորիզակում բացահայտվում է սպիտակուցային հենքը՝ մատրիքսը։ Չմշակված կորիզակների գերնուր կտրվածքներում մատրիքսը որպես առանձին բաղադրիչ չի բացահայտվում, բայց եթե կորիզակներից հեռացնենք ՌՆԹ-ն, ԴՆԹ-ն և նրանց հետ կապված սպիտակուցները, ապա կարելի է նկատել, որ կորիզակը չի կորցնում իր ընդհանուր ձևը, չի մասնատվում, այլ ներկայացված է փոքր ֆիբրիլային սպիտակուցային ցանցով։ Այսպիսով, կորիզակներում առկա են 5 բաղադրիչներ։ Գրանուլային բաղադրիչը, ֆիբրիլային կենտրոնները, հոծ ֆիբրիլային բաղադրիչը, քրոմատինը, սպիտակուցային ցանցավոր մատրիքսը։ Բազմաթիվ փորձերի արդյունքները թույլ տվեցին ենթադրել, որ գրանուլային բաղադրիչն իրենից ներկայացնում է սինթեզված ռիբոսոմների ենթամիավորներ, իսկ հոծ ֆիբրիլային բաղադրիչը պարունակում է ՌՆԹ։ Նաև եզրակացություն արվեց այն մասին, որ 45 սեդիմենտացիայով նախառիբոսոմային ՌՆԹ-ն սինթեզվում է հոծ ֆիբրիլային բաղադրիչի շրջանում, իսկ կորիզակի գրանուլային բաղադրիչը համապատասխանում է նախառիբոսոմային մասնիկներին։
Տարբեր մեթոդներով բացահայտվել է, որ ֆիբրիլային կենտրոններում պարունակվում է ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար պատասխանատու ԴՆԹ։ Ֆիբրիլային կենտրոնների գոտիները տարբերակվում են մնացած քրոմատինից նրանով, որ բաղկացած են բարակ քրոմատինային H1 հիստոններով աղքատ ֆիբրիլներից։ Դա ցույց է տրվել կոլոիդ ոսկով նշագրված հակամարմինների կիրառմամբ։ Ժոսենի կողմից առաջարկված մոդելի համաձայն ֆիբրիլային կենտրոններում գտնվում են ոչ ակտիվ ռիբոսոմային գեներ և հնարավոր է սպեսերային հատվածներ։ Նախ ռիբոսոմային ՌՆԹ-ի տրանսկրիպցիան տեղի է ունենում ֆիբրիլային կենտրոնների ծայրամասերում, որտեղ հոծ ֆիբրիլային բաղադրիչն իրենից ներկայացնում է 45 սեդիմենտացիա նախառիբոսոմային ՌՆԹ-ներ։ Վերջինները դասավորված են եղևնիների ձևով ռիբոսոմային ԴՆԹ-ի դեկոնդենսացված հատվածներում։ Տրանսկրիպցիայի ավարտից հետո 45 սեդիմենտացիա ՌՆԹ-ն կորցնում է կապը ԴՆԹ-ի տրանսկրիպցիոն միավորի հետ հոծ ֆիբրիլային բաղադրիչի գոտում, անցնում է գրանուլային գոտի, որտեղ և տեղի է ունենում ռիբոսոմային ՌՆԹ-ի պրոցեսինգը, ռիբոսոմային ենթամիավորների առաջացումը և հասունացումը։ Ֆիբրիլային կենտրոնի և միտոտիկ քրոմոսոմների կորիզակի կազմավորողների կառուցվածքը և քիմիական բնութագրերն ամբողջովին համընկնում են։ Երկու կառուցվածքային տարրերն բաղկացած են կիպ ձևով դասավորված 6-ից 10 նանոմետր հաստության ֆիբրիլներից։ Երկուսն էլ ներկվում են արծաթի աղերով, ինչը պայմանավորված է հատուկ կորիզակային սպիտակուցների առկայությամբ։ Երկուսն էլ պարունակում են ՌՆԹ պոլիմերազ առաջինը, սակայն ինտերֆերազային կորիզակներում ֆիբրիլային կենտրոնների քանակը չի համապատասխանում միտոզում կորիզակի կազմավորողների քանակին։ Ծովախոզիկի, սաղմի, երիկամի բջջային կուլտուրայում ֆիբրիլային կենտրոնների քանակը կարող է 2-ից 4 անգամ ավել լինել, քան կորիզակի կազմավորողների քանակը։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հնարավոր եղավ պատկերացնել կորիզակի ակտիվացման և ապակտիվացման ընդհանուր գծապատկերը։ Դիտարկենք դա մեկ կորիզակի կազմավորողի օրինակով։ Ապակտիվացված վիճակում կորիզակի կազմավորողը ներկայացված է մեկ խոշոր ֆիբրիլային կենտրոնով, որում քրոմոսոմային ԴՆԹ-ի մի հատվածը դասավորված է կոմպակտ ձևով և կրում է իրար հետևող ռիբոսոմային գեներ։ Տրանսկրիպցիոն միավորներ։ Կորիզակի ակտիվացման սկզբում տեղի է ունենում ռիբոսոմային գեների դեկոնդենսացում ֆիբրիլային կենտրոնների պերիֆերիկ մասում։ Այդ ռիբոսոմային գեները սկսում են ենթարկվել տրանսկրիպցիայի, նրանց վրա առաջանում են ռիբոնուկլեոպրոտեինների տրանսկրիպտներ, որոնք հասունանալով սկիզբ են տալիս ռիբոսոմների նախորդներին ակտիվացած կորիզակի ծայրամասով։ Տրանսկրիպցիայի ուժգնացման զուգընթաց միասնական ֆիբրիլային կենտրոնը կարծես տրվում է ավելի փոքր ֆիբրիլային կենտրոնների, որոնք կապված են միմյանց հետ ռիբոսոմային ԴՆԹ-ի ամբողջովին դեկոմպակտացված հատվածներով։ Որքան ավելի բարձր է կորիզակի տրանսկրիպցիայի ակտիվությունը, այնքան ավելի մեծ է մանր իրար հետ կապի մեջ գտնվող ֆիբրիլային կենտրոնների քանակը, որոնք շրջապատված են հոծ ֆիբրիլային բաղադրիչով։ Վերջինս պարունակում է 45 սեդիմենտացիա ռիբոսոմային ՌՆԹ։ Կորիզակի լիարժեք ակտիվացումը ուղեկցում է բոլոր մանր ֆիբրիլային կենտրոնների դեկոնդենսացմամբ։ Այդ դեպքում հոծ ֆիբրիլային բաղադրիչի գոտիները ներառում են ողջ ռիբոսոմային ԴՆԹ-ն, որը գտնվում է ակտիվ վիճակում։ Նշված կառուցվածքը դիտվում է աճող օղոցիտների ամպլիֆիկացված կորիզակներում։ Կորիզակի ապակտիվացման դեպքում տեղի է ունենում ռիբոսոմային ԴՆԹ-ի աստիճանական կոնդենսացում, կրկին առաջանում են ֆիբրիլային կենտրոններ, որոնք միավորվում են և նրանց չափերն աճում են հոծ ֆիբրիլային բաղադրիչի չափաբաժնի նվազմանը զուգահեռ։ Լիարժեք ապակտիվացման դեպքում կորիզակը ներկայացված է մեկ խոշոր 4-ից 5 միկրոմետր երկարությամբ սֆերիկ ֆիբրիլային կենտրոնով, առանց տրանսկրիպցիային ուղեկցող հոծ ֆիբրիլային բաղադրիչի, այն շրջապատված է կոնդենսացված քրոմատինի գոտիով։ Այդպիսի ապակտիվացված կորիզակն իր կառուցվածքային առանձնահատկություններով նման է միտոտիկ քրոմոսոմների կորիզակի կազմավորողին։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի ժամանակ կորիզակի ֆիբրիլային կենտրոնի մակերեսին տեղի է ունենում տրանսկրիպցիոն միավորների ակտիվացում, ինչն արտահայտվում է նրանց կապվելով տրանսկրիպցիայի գործոնների և ՌՆԹ պոլիմերազ առաջինի հետ։ Դրանից հետո սկսվում է սինթեզվել ռիբոսոմային ՌՆԹ-ի առաջնային տրանսկրիպտը։ Առաջին ՌՆԹ պոլիմերազ առաջինի շարժմանը զուգընթաց տրանսկրիպցիոն միավորի ազատված հատվածին միանում է հաջորդ ՌՆԹ պոլիմերազը և սկսվում է նոր ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզը։ Միաժամանակ և հերթականորեն մեկ ռիբոսոմային գենի վրա կարող են գտնվել մինչև 100 ՌՆԹ պոլիմերազ 1, որոնցից ելնում են ավարտվածության տարբեր աստիճան ունեցող տրանսկրիպտներ։ Սինթեզի զուգընթաց ռիբոսոմային ՌՆԹ-ի աճող շղթաները պատվում են ռիբոսոմային սպիտակուցներով, որոնք կորիզ են անցնում ցիտոպլազմայից, այնպես որ միանգամից առաջանում են ռիբոնուկլեոպրոտեիններին նախորդողների շղթաներ։ Սինթեզի վերջնական պրոդուկտ է հանդիսանում նախառիբոսոմային ՌՆԹ-ն կամ 45 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոսոմային ՌՆԹ-ն։ Մի քանի տրանսկրիպցիոն միավորների պրոդուկտների ամբողջությունը ֆիբրիլային կենտրոնի շուրջն առաջացնում է հոծ ֆիբրիլային կենտրոնի գոտին։
Այսպիսի սինթեզի վերջնական պրոդուկտ է հանդիսանում ռիբոնուկլեոպրոտեիդային ձգաթելը կամ գլոբուլը, որին բնորոշ է մոտ 80 սեդիմենտացիայի հաստատուն և որը պարունակում է 45 սեդիմենտացիայի ռիբոսոմային RNA-ի մեկ մոլեկուլ։ Տրանսկրիպցիոն միավորի տերմինալ կետում 45 սեդիմենտացիայի ռիբոսոմային RNA-ի անջատումից հետո տեղի է ունենում պրոցեսինգ, 45 սեդիմենտացիա ռիբոսոմային RNA-ի տրոհումը, 40 և 60 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոսոմային ենթամիավորումների առաջացմամբ։ Կորիզակում փոքր ենթամիավորների սինթեզը տևում է մոտ 30 րոպե, իսկ մեծերինը մոտ 1 ժամ։ Կորիզակում ոչ հասուն 60 սեդիմենտացիայով ռիբոսոմային ենթամիավորը բացի ռիբոսոմային RNA-ի երկու հատվածներից միանում է երրորդի հետ, որը սինթեզում է կորիզակի կազմավորողներ կրող քրոմոսոմներից անկախ այլ քրոմոսոմներում։ Նոր առաջացած ռիբոսոմային ենթամիավորները դուրս են գալիս կորիզից ցիտոպլազմա կորիզային ծակոտիների միջոցով։ Ցիտոպլազմայում այդպիսի ոչ հասուն ռիբոսոմները կարող են կապվել լրացուցիչ սպիտակուցների հետ։ Սկզբում 40 սեդիմենտացիա ենթամիավորը կապվում է ինֆորմացիոն RNA-ի հետ և հետո միայն կապ է հաստատվում խոշոր 60 սեդիմենտացիա ենթամիավորի հետ, ինչի արդյունքում առաջանում է ամբողջական 80 սեդիմենտացիա գործառական ակտիվությամբ օժտված ռիբոսոմ։ Լուսային մանրադիտակի ներքո կորիզակը հայտնաբերվում է ինտերֆազում և անհետանում է միտոզում։ Կենդանի բջիջներում ցենտրաֆերային միկրոտեսանկարահանման կիրառմամբ կարելի է նկատել, որ կորիզաթաղանթում պատրվակների առաջացման հետ մեկտեղ կորիզակը դառնում է փուխր և անհետանում է, կարծես հալվում է։ Ընդ որում, երևում է, որ կորիզակային նյութի մի մասը բաշխում է քրոմոսոմների արանքներում։ Մետաֆազում և անաֆազում կորիզակները որպես այդպիսին բացակայում են։ Նոր կորիզակների առաջին հատկանիշներն ի հայտ են գալիս միջին թելոֆազից հետո, երբ նոր կորիզաթաղանթներով պատված դուստր կորիզների քրոմոսոմները բավականին փխրեցված են։ Այդ ժամանակ դեկոնդենսացող քրոմոսոմների մոտ հայտնվում են հոծ մարմնիկներ, նախակորիզակներ, որոնց քանակը սովորաբար ավելի մեծ է, քան ինտերֆազային կորիզակների քանակը։ Ավելի ուշ, բջջային ցիկլի G1 փուլում նախակորիզակներն աճում են, սկսում են միաձուլվել, նրանց ընդհանուր քանակը նվազում է, սակայն գումարային ծավալն աճում է։ S և G2 փուլերում կորիզակի ընդհանուր ծավալը կրկնապատկվում է։ Իրականում կորիզակի ոչ մի անհետացում կամ տարալուծում տեղի չի ունենում, այլ փոխվում է նրա կառուցվածքը, բաղադրիչների մի մասն ապաճում է, իսկ մյուս մասը պահպանվում։ Ապացուցվել է, որ միտոզի ժամանակ կորիզակի միայն մի մասն է անհետանում, իսկ մյուսը՝ արգենտոֆիլ բաղադրիչը, պահպանվում է, մշտապես գոյություն ունի միտոզում և քրոմոսոմների միջոցով տեղափոխվում է դուստր կորիզների մեջ։ Ռադիոավտոգրաֆիական մեթոդներով ցույց է տրվել, որ կորիզակների անհետացումը համընկնում է բջջային, հիմնականում ռիբոսոմային RNA-ի սինթեզի դադարելու հետ, որը վերականգնում է ուշ թելոֆազում, ժամանակային առումով համընկնելով նոր կորիզակների ի հայտ գալու հետ։ Բացի նշվածից, հայտնաբերվել է, որ RNA պոլիմերազ առաջինի ակտիվությունը ևս անհետանում է միտոզի միջին փուլերում։ Այս փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ նոր կորիզակների առաջացումը կապված է դուստր բջիջներում ռիբոսոմային RNA-ի սինթեզի վերականգնման հետ։ Մյուս կողմից, մի շարք փաստեր վկայում են այն մասին, որ կորիզակային բաղադրիչները մշտապես առկա են ողջ բջջային ցիկլի ընթացքում։ Դա վերաբերում է առաջին հերթին կորիզակների նյութին։ Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միտոտիկ քրոմոսոմների ոչ քրոմատինային բաղադրիչը, որը բաղկացած է փուխր տեղայնացած ֆիբրիլներից և գրանուլներից, մորֆոլոգիապես նման են ինտերֆազային կորիզակների բաղադրիչներին, բացահայտվում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական բջիջների միտոտիկ քրոմոսոմների կոնդենսացման պայմաններում։ Ընդ որում, կորիզակների որոշ բաղադրամասերը դիսոցվում են և անցնում են ցիտոպլազմա, այն դեպքում, երբ մյուսները կիպ ձևով կապվում են քրոմոսոմների մակերեսի հետ, առաջացնելով պերիֆերիկ քրոմոսոմային նյութի հենքը։ Այդ ֆիբրիլային գրանուլային նյութը, որը սինթեզվում է մինչև միտոզը, քրոմոսոմների միջոցով փոխադրվում է դուստր բջիջներ։ Վաղ թելոֆազում տեղի է ունենում պերիֆերիկ քրոմոսոմային նյութի բաղադրամասերի կառուցվածքային վերաբաշխում։ Նրա ֆիբրիլային բաղադրիչները սկսում են հավաքվել մանր նախակորիզակներում, որոնք կարող են միաձուլվել միմյանց հետ և հավաքվել քրոմոսոմների կորիզակի կազմավորողների գոտում ուշ թելոֆազում և վերականգնում է ռիբոսոմային RNA-ի տրանսկրիպցիան։ Հետագայում իմունոցիտոքիմիական մեթոդներով ցույց է տրվել, որ միտոտիկ քրոմոսոմները մասնակցում են կորիզակի սպիտակուցների, կորիզային մատրիքսի սպիտակուցների և տարբեր ռիբոնուկլեոպրոտեինների տեղափոխմանը դուստր բջիջներ։ Օրինակ, պարզվել է, որ ռիբոսոմային RNA-ի տրանսկրիպցիային մասնակցող կորիզակային սպիտակուցները կուտակվում են կորիզակի կազմավորողի գոտում այն դեպքում, երբ նախառիբոսոմային RNA-ի պրոցեսինգի հետ կապված սպիտակուցները, ինչպես նաև նախառիբոսոմային RNA-ի մի մասը և փոքր կորիզակային ռիբոնուկլեոպրոտեինները փոխադրվում են քրոմոսոմների մակերեսների միջոցով պերիֆերիկ քրոմոսոմային նյութի կազմում։ Հետևաբար, միտոտիկ քրոմոսոմները մասնակցում են ոչ միայն գենետիկական նյութի փոխադրմանը, այլև RNA-ի և սպիտակուցների մի ամբողջ շարքի։
Քրոմոսոմների միջոցով տեղափոխվող սպիտակուցները պատահական ուղևորներ չեն, այլ ֆերմենտների և կորիզակային տրանսկրիպցիայի, ռիբոսոմային RNA պրոցեսինգի, ռիբոսոմների կազմավորման գործոններն են, ռիբոսոմների ոչ հասուն նախորդողներն են և բացի նշվածից կորիզային և կորիզակային մատրիքսի սպիտակուցներն են, որոնք պարունակում են փոքր կորիզային ռիբոնուկլեոպրոտեիններ, ոչ ռիբոսոմային RNA-ների առաջացման և նրանց սպլայսինգի հետ կապված բոլոր բաղադրիչները։ Այսպիսով, միտոտիկ քրոմոսոմը փոխանցում է նոր կորիզի մեջ ոչ միայն դնետոյում պարփակված գենետիկական տեղեկատվությունը, այլև նոր բջջային ցիկլում տրանսկրիպցիայի ակտիվացմանը պատրաստ սինթետիկ ապարատի անհրաժեշտ բաղադրիչները, ինչպես ասում է լատինական ասացվածքը, բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմն իրեն պատկանող ամեն ինչը տանում է իր հետ։ Կորիզաթաղանթը բնորոշ է էուկարիոտ բջիջներին, այն իրարից բաժանում է ցիտոպլազման և կորիզը, ինչը հանգեցնում է նուկլեինաթթուների և սպիտակուցների սինթեզի գործընթացների առանձնացմանը։ Սա ստեղծում է գենային ակտիվության և դրա իրականացման սպეციფიկ սպիտակուցների սինթեզի ձևով կարգավորման լրացուցիչ հնարավորություններ համեմատած նախակորիզավորների հետ։ Կորիզաթաղանթի ծակոտիների կոմպլեքսների շնորհիվ ստեղծում է նյութերի ընտրողական փոխադրման համակարգ։ Բացի նշվածից, կորիզաթաղանթը մեծ նշանակություն ունի ինտերֆազային կորիզի եռաչափ կառուցվածքի կազմավորման համար։ Կորիզաթաղանթի տարրերը հանդիսանում են կորիզային սպիտակուցների մատրիքսի մի մասը։ Կորիզաթաղանթը բաղկացած է արտաքին և ներքին մեմբրաններից, որոնց արանքում գտնվում է պերինուկլեար տարածությունը։ Կորիզաթաղանթի ներքին մեմբրանը կառուցվածքայնորեն կապված է լամինի կորիզային սպիտակուցային մատրիքսի պերիֆերիկ ֆիբրոզային շերտի հետ։ Չնայած կորիզաթաղանթը, ինչպես և միտոքոնդրիումների և պլաստիդների թաղանթները, բաղկացած է երկու մեմբրաններից, սակայն էապես տարբերվում է նրանով, որ կորիզաթաղանթում առկա են կորիզային ծակոտիներ։ Վերջիններն իրենցից ներկայացնում են կորիզի երկու թաղանթների միաձուլման բազմաթիվ հատվածներ՝ կլոր միջանցիկ պերֆորացիաներ։ Կորիզաթաղանթի արտաքին մեմբրանն անմիջականորեն հարում է բջջի ցիտոպլազմային և մի շարք կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով հաճախ համարվում է էնդոպլազմային ռետիկուլումի տարր։ Կորիզի արտաքին թաղանթը սովորաբար կրում է մեծ քանակով ռիբոսոմներ, ինչպես էրգաստոպլազմային մեմբրանները։ Կորիզի արտաքին թաղանթը անմիջականորեն անցնում է էնդոպլազմային ցանցի խուղակների համակարգ, ինչն այդ թաղանթների կառուցվածքային նույնականացման ապացույցներից է։ Դեպքեր է նկարագրված, երբ կորիզի արտաքին թաղանթից անջատվում են մեմբրանային վակուոլային բջջեր, որոնք տեղափոխվում են Գոլջի ապարատի պրոքսիմալ հատված։ Կորիզի արտաքին մեմբրանի և էնդոպլազմային ռետիկուլումի լիպիդների և սպիտակուցների կազմը շատ նման է, ինչը հավանաբար պայմանավորում է նրանց ընդհանուր կենսաքիմիական գործառույթները։ Երկու դեպքում էլ հիալոպլազմայի կողմն ուղղված ռիբոսոմները սինթեզվում են ինչպես մեմբրանային, այնպես էլ բջջից դուրս բերվող սպիտակուցներ։ Վերջինները կորիզի արտաքին թաղանթից կարող են փոխադրվել պերինուկլեար տարածություն, այնտեղից էլ էնդոպլազմային ցանցի խուղակների խոռոչների մեջ։ Կենդանական և բուսական բջիջների մեծամասնության կորիզի արտաքին թաղանթը հարթ և ողորկ չէ, այլ կարող է առաջացնել ցիտոպլազմայի կողմն ուղղված տարբեր չափերի ելուններ և ելուստներ։ Կորիզաթաղանթի ներքին մեմբրանն իր մակերեսի վրա ռիբոսոմներ չի կրում, սակայն կապված է ֆիբրոզային շերտի՝ կորիզային լամինի հետ, որն իր հերթին խրսխում է քրոմատինը կորիզաթաղանթում։ Չնայած քրոմատինի կապը կորիզի ներքին թաղանթի հետ բնորոշ առանձնահատկություն է, բայց հայտնի են դեպքեր, երբ այդ կապերը խզվում են։ Օրինակ, երկկենցաղների օոցիտներում դիպլոտենի փուլում բոլոր քրոմոսոմները հավաքվում են կորիզի կենտրոնում և ամբողջովին կորցնում են կապը կորիզաթաղանթի հետ։ Պետք է նշել, որ լամինի ֆիբրոզային շերտը մշտապես վերակառուցվում է, հատկապես կապված բջջային ցիկլում կորիզի մակերեսի աճի հետ։ Լամինի A, B և C սպիտակուցները, որոնք հատուկ են կորիզի ներքին մեմբրանին, ֆիբրիլային սպիտակուցներ են։ Նրանց ֆիբրիլային մոնոմերները կարող են առաջացնել դիմերներ, տետրամերներ, իսկ վերջիններն առաջացնում են 10 նանոմետր հաստության ֆիբրիլներ։ Կորիզի ներքին մեմբրանի տակ արիոպլազմայի կողմից այդպիսի ֆիբրիլներն առաջացնում են օրտոգոնալ կառույցներ, որոնք հերթափոխում են այդ նույն ֆիբրիլների փոքր տեղայնացած ցանցի հետ։ Կորիզաթաղանթի ծակոտիները, որոնք նրա առավել հատկանշական կառուցվածքային տարրերն են, առաջանում են կորիզի երկու թաղանթների միաձուլման հաշվին։ Արդյունքում գոյանում են մոտավորապես 100 նանոմետր տրամագծով կլոր թափանցիկ անցքեր։ Էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ պարզ է դառնում, որ նշված պերֆորացիաները լցված են բարդ կազմավորված գլոբուլային և ֆիբրիլային կառույցներով։ Մեմբրանային պերֆորացիաների և այդ կառույցների ամբողջությունն անվանում են կորիզային ծակոտիների կոմպլեքս։ Սրանով իսկ ընդգծվում է, որ կորիզային ծակոտին պարզապես անցք չէ կորիզի թաղանթում։ Կորիզային ծակոտկեն կոմպլեքսի սպիտակուցները կոչվում են նուկլեոպորիններ, 50-ից 100 տեսակներ, որոնք հավաքված են մոտավորապես 12 ենթակոմպլեքսներում։ Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված տվյալները վկայում են, որ կորիզային ծակոտկեն կոմպլեքսի արտաքին տրամագիծը կազմում է 100 նանոմետր, իսկ բարձրությունը 75 նանոմետր։ Ընդհանուր առմամբ ծակոտկեն կոմպլեքսը գլանաձև կառույց է, որն ունի 8-րդ կարգի համաչափություն։
Տարբեր գիտնականների կողմից մշակվել են կորիզային ծակոտկեն կոմպլեքսի կառուցվածքի տարբեր մոդելներ։ Ողջ կորիզային ծակոտկեն կոմպլեքսն ամրանում է մեմբրանային պերֆորացիայի պատում ինտեգրել սպիտակուցների միջոցով, որոնք գլիկոպրոտեիդներ են։ Կազմավորման բարդությամբ և գործառական նշանակությամբ կորիզային ծակոտկեն կոմպլեքսին կարելի է դիտարկել որպես բջջի օրգանոիդ, քանի որ նրա դերը կայանում է կորիզի և ցիտոպլազմայի կապերի կարգավորման մեջ։ Կորիզային ծակոտիների չափերը և նրանց կառուցվածքը մշտական է բոլոր էուկարիոտների համար։ Կորիզի ծակոտիների քանակը կախված է բջիջների մետաբոլիկ ակտիվությունից։ Ինչքան ավելի բարձր է բջջի սինթետիկ ակտիվությունը, այնքան շատ է ծակոտիների քանակը կորիզի միավոր մակերեսին։ Օրինակ, հասուն սպերմատոզոիդների կորիզաթաղանթներում ծակոտիներ չեն բացահայտվում, ինչպես և որոշ ինֆուզորիաների միկրոնուկլեոսներում։ Ծակոտիների քանակը կարող է փոխվել բջջային ցիկլի ընթացքում։ Նրանց քանակի առաջին ավելացումը դիտվում է միտոզից հետո կորիզների վերակառուցման և աճի ժամանակ։ Ծակոտիների քանակի ավելացման երկրորդ փուլը տեղի է ունենում ԴՆԹ-ի սինթեզի ժամանակ։ Բերենք ծակոտիների քանակի որոշ տվյալներ։ Մկան հյուսվածքային կուլտուրայի մեկ կորիզում ծակոտիների քանակը կազմում է 5050-ը, մարդու հյուսվածքային կուլտուրայի դեպքում 3530-ը, առնետի հեպատոցիտում 3800-ը, մկան լիմֆոցիտում 400-ը, իսկ մարդու լիմֆոցիտում 700-ը։ Կորիզի մակերեսով ծակոտիները բաշխված են քիչ թե շատ համաչափ, սակայն նրանց քանակը կտրուկ նվազում է կորիզաթաղանթի հետ հետերոքրոմատինի հատվածների կորիզակների կազմավորողների և թելոմերային հատվածների միացման տեղերում։ Երբեմն ծակոտկեն կոմպլեքսները բացահայտվում են հատիկավոր էնդոպլազմային ռետիկուլումի կազմում։ Նրանք հայտնաբերվում են նաև ցիտոպլազմայի պատուհանավոր մեմբրանների կազմում, որոնք իրենցից ներկայացնում են իրար կի փարող տափակ և պարփակ մեմբրանային պարկերի խմբեր, ամբողջությամբ հատված ծակոտկեն կոմպլեքսներով։ Վերջիններն ունեն նույն կառուցվածքը, ինչ որ կորիզաթաղանթի ծակոտիները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացման վաղ փուլերում դրոզոֆիլի պլաստոդերմում տեղի է ունենում ծակոտկեն կոմպլեքսների կամ նրանց բաղադրիչների գերսինթեզ, որոնց ավելցուկային մասը ներառում է պատուհանավոր մեմբրանների մեջ։ Հետագայում, սակայն, պատուհանավոր մեմբրաններն ամբողջությամբ անհետանում են։ Սրա հիման վրա եզրակացություն է արվել այն մասին, որ կորիզի ծակոտիների կազմի մեջ մտնող մակրոմոլեկուլային կոմպլեքսն ունակ է ավտոնոմ ինքնահավաքման, տարբեր մեմբրանային համակարգերի մեջ նրանց հետագա ներառմամբ։ Կորիզի ծակոտիները գործում են որպես մոլեկուլային մաղ, բաց թողնելով որոշակի չափեր ունեցող մասնիկները պասիվ կերպով, ըստ կոնցենտրացիայի գրադիենտի։ Այսպես իոնները, շաքարները, նուկլեոտիդները, AF հորմոններն ազատորեն անցնում են կորիզի մեջ։ Մյուս կողմից, կորիզի ծակոտիներն իրականացնում են ընտրողական փոխադրում։ Որպեսզի որոշվեն ծակոտու միջով անցնելու ունակ մասնիկների չափերը, օգտագործվում են կոլոիդ ոսկու գրանուլներ, որոնք միկրոներարկման միջոցով ներմուծվում են կենդանի բջջի ցիտոպլազմայի մեջ։ Այս եղանակով հայտնաբերվել է, որ կորիզի մեջ փոխադրվող մասնիկների առավելագույն չափը կազմում է 8,5-10 նանոմետր, ընդ որում սկզբում մասնիկները հավաքվում են ծակոտկեն կոմպլեքսների գոտում, իսկ հետո հայտնվում են կորիզում։ Փորձնական տվյալները վկայում են, որ 17 կիլոդալտոն զանգված ունեցող ներարկված սպիտակուցները կարող են ներթափանցել կորիզի մեջ բավականին արագ 2-ից 3 րոպեում, 40 կիլոդալտոն զանգված ունեցող սպիտակուցները 30 րոպեում, իսկ 60 կիլոդալտոնի դեպքում սպիտակուցներն ընդհանրապես չեն փոխադրվում կորիզի մեջ։ Այսինքն, խոշոր սպիտակուցների համար կորիզի ծակոտին հանդիսանում է իրական մոլեկուլային մաղ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ սպիտակուցներ մտնում են կորիզ և դուրս են գալիս կորիզից կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ։ Օրինակ, ԴՆԹ-ի սինթեզի ժամանակ ահռելի թվով հիստոններ փոխադրվում են ցիտոպլազմայից կորիզի մեջ, մեկ ծակոտու միջով 1 րոպեում 100-ից 500 մոլեկուլ։ Նկատվել է նաև, որ կորիզի ծակոտիներով կարող են անցնել որոշ սպիտակուցներ և անգամ մակրոմոլեկուլային կոմպլեքսներ, որոնց զանգվածը գերազանցում է 60 կիլոդալտոնը։ Օրինակ, ցիտոպլազմայից կորիզ փոխադրվող խոշոր սպիտակուց նուկլեոպլազմինի մոլեկուլային զանգվածը կազմում է 125 կիլոդալտոն։ Կորիզից ծակոտիներով դուրս են գալիս ռիբոսոմների ենթամիավորները և այլ ռիբոնուկլեոպրոտեիդներ, որոնցից ամենափոքրերը կարող են ունենալ 250 կիլոդալտոն զանգված։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ կորիզի ծակոտիների կոմպլեքսները պարզապես մեխանիկական մաղեր չեն, որոնք սահմանափակում են մոլեկուլների փոխադրումը՝ կախված նրանց չափերից։ Վերջին շրջանի աշխատանքներն ապացուցում են, որ խոշոր սպիտակուցները նախ ճանաչվում են ծակոտու կողմից, կապվում են նրա հետ, որից հետո միայն տեղի է ունենում նրանց անցումը ծակոտկու միջով։ Պարզվել է, որ կորիզի մեջ փոխադրվող սպիտակուցներն ունեն ամինաթթուների որոշակի հերթականություններ, կորիզային տեղայնացման հերթականություններ, որոնք ճանաչվում են կորիզի ծակոտիների ռեցեպտորների կողմից։ Դրանք բնորոշ են կարտոֆիլի սպիտակուցներին, որոնք սինթեզվում են ցիտոպլազմայի ռիբոսոմներում, իսկ հետո փոխադրվում են կորիզ։ Առաջին անգամ կորիզային տեղայնացման հերթականությունները հայտնաբերվել են նուկլեոպլազմինի քրոմատինի կառուցվածքայնությունն ապահովող կորիզային սպիտակուցի մոլեկուլի ենթամիավորների C ծայրերում։
Նուկլեոպլազմինը խոշոր սպիտակուց է 125 կիլոդալտոն, այն բաղկացած է 5 ենթամիավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունի գլոբուլային և ֆիբրիլային ածխածնային ծայրային մասեր։ Եթե այդ նշված ծայրային հատվածից հեռացնենք մոտավորապես 50 ամինաթթուներ, ապա ոչ պենտամերը, ոչ էլ մոնոմերները կորիզի մեջ չեն հայտնվի, այն դեպքում, երբ անջատված ֆիբրիլային հատվածներն ազատ անցնում են ծակոտիների միջով, քանի որ պարունակում են կորիզային տեղայնացման հերթականությունների հատված։ Կորիզային տեղայնացման հերթականությունները պարունակող սպիտակուցն անցնում է կորիզ մի քանի փուլով։ Փոխադրումը սկսվում է նրանից, որ կորիզային տեղայնացման հերթականությունների հատված կրող սպիտակուցը կապվում է կորիզային տեղայնացման հերթականությունների ռեցեպտորի հետերոդիմերի հետ, իմպորտին սպիտակուցների ալֆա և բետայի հետ, որոնք տեղայնացած են ցիտոպլազմայում։ Առաջացած սպիտակուցային կոմպլեքսը մոտենում է արտաքին կորիզաթաղանթին և արմարվում է ծակոտկեն կոմպլեքսի ցիտոպլազմային ֆիլամենտներին։ Դրանից հետո կոմպլեքսը մտնում է ծակոտու մեջ և անցնում է փոխադրիչի միջով։ Համարվում է, որ փոխադրիչը բաղկացած է բազմաթիվ գալարուն սպիտակուցային ֆիլամենտներից, որոնք հարուստ են ալանինով և գլիցինով, պատնեշ են հանդիսանում ոչ կարիոֆիլ սպիտակուցների փոխադրման համար, իսկ ահա կորիզային տեղայնացման հերթականությունները պարունակող կոմպլեքսը կարծես փխրեցնում է այդ ցանցը և անցնում է փոխադրիչի անցուղու միջով։ Նուկլեոպլազմային սպիտակուցային կոմպլեքսի հայտնվելուց հետո իմպորտին բետան կապվում է ռան սպիտակուցի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր G ֆազա, ինչը բերում է կոմպլեքսի տրոհմանը։ Փոխադրվող սպիտակուցը ազատվում է և մնում է կորիզում, իմպորտին ալֆան և բետան վերադառնում են ցիտոպլազմա։ Այսպիսով, կորիզում մնում է միայն կորիզային տեղայնացման հերթականություններ պարունակող սպիտակուցը։ Կորիզից ցիտոպլազմայի ուղղությամբ ևս իրականանում է սպիտակուցների և կորիզային տրանսկրիպտների հոսք, որն իր մեխանիզմով նման է կարիոֆիլ սպիտակուցների վերը նկարագրված փոխադրմանը։ Կորիզից ցիտոպլազմայի ուղղությամբ ևս իրականանում է սպիտակուցների և կորիզային տրանսկրիպտների հոսք, որն իր մեխանիզմով նման է վերը նկարագրված փոխադրմանը։ Ընդ որում, նույն ծակոտին կարող է մասնակցել մակրոմոլեկուլների երկկողմանի փոխադրմանը։ Պարզվել է, որ ռիբոնուկլեոպրոտեիդների սպիտակուցային բաղադրիչները կրում են հատուկ ամինաթթվային հաջորդականություններ, կորիզային էքսպորտի ազդակներ, որոնց շնորհիվ տարբեր ռիբոնուկլեոպրոտեիդներն անցնում են կորիզից ցիտոպլազմա։ Այս դեպքում ևս առաջանում է բարդ կոմպլեքս։ Այն բաղկացած է կորիզային էքսպորտի ազդակների հաջորդականություն կրող փոխադրող սպիտակուցից, որը կապված է ՌՆԹ-ի հետ կամ ազատ է։ Այդ սպիտակուցը ասոցացված է էքսպորտին մեկ սպիտակուցի հետ, որն իր հերթին կապված է ՌՆԿՏՊ-ի հետ։ Այս կոմպլեքսը անցնում է փոխադրիչի անցուղով ցիտոպլազմա, որտեղ և կիսացվում է։ Կորիզային էքսպորտի ազդակների հատված կրող սպիտակուցը մնում է ցիտոպլազմայում, իսկ էքսպորտին առաջինը և ՌՆ ԿՏՊ-ի հիդրոլիզից հետո նորից վերադառնում են կորիզ։ Հետաքրքրական է, որ կորիզային ծակոտիները ճանաչում են և չեն փոխադրում կարճ 100 նուկլեոտիդներից բաղկացած փոխադրող ՌՆԹ-ները, եթե նրանց կառուցվածքում առկա է անգամ մեկ փոփոխություն։ Չեն փոխադրվում նաև ինֆորմացիոն ՌՆԹ-ի ոչ հասուն ձևերը, որոնք պարունակում են ինտրոններ։ Ընդհանրապես ցիտոպլազմայում չեն հայտնաբերվում ոչ հասուն ՌՆԹ-ներ։ Հավանաբար որոշ ՌՆԹ-ների էքսպորտի համար անհրաժեշտ է նրանց կապը հատուկ սպիտակուցների հետ։ Օրինակ 5 սեդիմենտացիա ՌՆԹ-ն տեղափոխվում է ցիտոպլազմա տրանսկրիպցիայի գործոն TF3-I կամ սպիտակուց L5-ի հետ կապված, իսկ 5 սեդիմենտացիա ռիբոսոմային ՌՆԹ-ի մուտանտ ձևերը, որոնք չեն կապվում սրանց հետ, մնում են կորիզում։ Օրգանիզմների մեծամասնությանը բնորոշ է բաց տիպի միտոզը, որի դեպքում կորիզաթաղանթը անուղղակի բաժանման ընթացքում քայքայվում է և նորից առաջանում բջջի բաժանումից հետո։ Բացառություն են կազմում ամիոբաները, էվգլենյաները, ինֆուզորիաները, դինոֆլագելատները և որոշ ծնկեր։ Ընդ որում, պրոֆազում քրոմոսոմների կոնդենսացմանը զուգընթաց կորիզաթաղանթը կորցնում է նրանց հետ կապը, իսկ հետո նրանում առաջանում են պատռվածքներ։ Առաջանում են բազմաթիվ տափակ մեմբրանային վակուոլներ, խուղակներ։ Այդ ժամանակ կորիզային ծակոտիները դեռ տարբերակելի են։ Ավելի ուշ նրանք անհետանում են, քանի որ կորիզային ծակոտկեն կոմպլեքսը տրոհվում է մանր ենթակոմպլեքսների։ Կորիզաթաղանթի փոխարեն առաջանում է մանր մեմբրանային բջջերի կուտակում, որը շրջապատում է նախկին ինտերֆազային կորիզի գոտին։ Մորֆոլոգիական առումով այդպիսի բջջերը չեն տարբերվում ցիտոպլազմայի այլ մանր վակուոլներից և հավանաբար միաձուլվում են էնդոպլազմային ցանցի վակուոլների հետ։ Մետաֆազում ցիտոպլազմայի մեմբրանային տարրերը բաժանման ելիքի միկրոխողովակների ներգործությամբ հրվում են բջջի պերիֆերիկ գոտիներ։ Անաֆազի վերջում գրանուլային էնդոպլազմային ցանցի մեմբրանները սկսում են շփման մեջ մտնել քրոմոսոմների մակերեսների հետ։ Սկզբում այդ կապերը ստեղծվում են մի քանի կետերում, իսկ հետագայում կորիզաթաղանթի այդ առաջների սաղմերը սկսում են աճել։ Մանր բջջերը վերափոխվում են տափակ վակուոլների, որոնք աճում են լայնությամբ և պարուրում են դեկոնդենսացնող քրոմոսոմների մակերեսները։ Տափակ մեմբրանային պարկերի աճող հատվածները միաձուլվում են, սահմանազատելով նոր ինտերֆազային կորիզի պարունակությունը։
Հետաքրքրական է, որ կորիզի ծակոտիներն առաջ են գալիս կորիզաթաղանթի կառուցման ամենավաղ փուլերում, երբ կրկնակի մեմբրանային խողակները դեռ չեն միակցվել։ Կորիզի ծակոտիները սկսում են առաջանալ կորիզաթաղանթի արտաքին և ներքին մեմբրանայի միաձուլման ընթացքում, երբ առաջանում է փոսիկ, որը հետագայում դառնում է անցք։ Այդ գործընթացին մասնակցում են ինտեգրալ սպիտակուցներ, որոնք հետագայում ամրացնում են կորիզային ծակոտկեն կոմպլեքսի մեմբրանների վրա։ Սրան հետևում է կորիզային ծակոտկեն կոմպլեքսի ներքին կառուցվածքային տարրերի առաջացումը։ Հավանաբար կորիզաթաղանթի կառուցման համար անհրաժեշտ պայման է քրոմոսոմների դեկոնդենսացումը։ Եթե արհեստական եղանակով առաջ ենք բերում մետաֆազային քրոմոսոմների ապապարում, ապա նրանք շատ տարա կապի մեջ են մտնում մեմբրանային բշտերի հետ, և յուրաքանչյուր քրոմոսոմը պատվում է իր սեփական կորիզաթաղանթով, ինչին հետևանքով էլ առաջանում է բազմաթիվ միկրոկորիզներ։ Իսկ եթե արհեստական ճանապարհով միաձուլենք բջջային ցիկլի տարբեր փուլերում գտնվող երկու բջիջներ և ստանանք այսպես կոչված հետերոկարիոն, ապա ինտերֆազային կորիզում քրոմատինը կսկսի կոնդենսանալ, արդյունքում առաջանում են վաղաժամ կոնդենսացած քրոմոսոմներ, իսկ կորիզաթաղանթը անհետանում է, ինչպես բնականոն միտոզի դեպքում։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ միտոտիկ բջիջ ցիտոպլազմայում գոյություն ունեն ինչ-որ գործոններ, որոնք առաջ են բերում ինչպես քրոմոսոմների կոնդենսացումը, այնպես էլ դրան զուգընթաց տեղի ունեցող կորիզաթաղանթի քայքայումը։ Փորձնական եղանակով մանրամասն ուսումնասիրվել է լամիների ճակատագիրը։ Ցույց է տրվել, որ լամիների ֆիբրոզային շերտը կորիզաթաղանթի քայքայմանը և քրոմատինի կոնդենսացմանը զուգընթաց դեպոլիմերանում է։ Դրան նախորդում է լամիների ֆոսֆորիլացումը։ Դրա հետևանքով I և C լամինները դեպոլիմերանում են մինչև դիմերներ և տետրամերներ և անցնելով լուծված վիճակի համաչափ բաշխում են ցիտոպլազմայում, կապի մեջ չմտնելով այլ կառուցվածքային տարրերի հետ։ B լամինը ևս դեպոլիմերանում է մինչև օլիգոմերներ, սակայն մնում է կապված կորիզաթաղանթից առաջացած մեմբրանային բշտերի հետ։